Տերը օրհնի Վանաձորը, Փառք Հիսուսին, եւ հիմա այսօր այստեղ ենք, ես առաջի անգամ եմ այս դահլիճում, բայց ձեր հովին ճանաչում եմ արդեն մի քանի տարի, 100, հա, երևի կլինի մի պլյուս մինուս 5 Փառք Աստծո նրանց համար, շատ հենց սկզբից էլ հիշում եմ իրան ոնց դու նույնպես չես սովորել ես մեր Աստվածաշնչյան դպրոցը, այնպես է ստացվել, որ մեր բոլոր հովիվների 90%-ը սովորել է մեր Աստվածաշնչյան դպրոցում, ես էլ իրանց դեկան եմ եղել, դուք ասես քանի տարի արդեն դեկան ես, ինչ կա այդ դպրոցը եղել է 97 թվից 8 թվից, այսպես եթե հաշվենք, հաշվի դեռևս այդ դպրոցի Աստվածաշնչյան դպրոցի դեկանն եմ հանդիսանում մինչև հիմա, Տերը օրհնի, իրականում Փառք Աստծո, մեկ-մեկ ամաչում եմ այդ տարիքը նշելու համար, որ արդեն քանի տարի եմ, շուտով 30 տարին կլրանա, մի տարուց կամ 2 տարուց, որ արդեն այդ նույն ծառայության մեջ եմ 30 տարի, կամ դրա մեջ իհարկե դուք ասես իհարկե իր դրական կողմերը կա, իհարկե նույնպես բաներ կա, բայց ամեն բան ես հավատում եմ, որ Աստված անման նրա համար, որ գալիս է ժամանակ, երբ որ դու կարողանում ես այդ քո փորձը, որ դու երբ որ մենք նշում ենք այսքան տարի, երբ որ քարոզիչները ասում են այսքան տարի ծառայության մեջ, այսքան տարի այս ծառայության մեջ, Տիրոջ մեջ այսքան տարի, այդ նշանակում է այդ քարոզիչը ինչ որ փորձառություն ունի, որ պետքա կիսվի, փոխանցի հաջորդ սերունդներին։ Ու դրա համար ես ինքս գիտեմ, որ այսօր ասելու բան ունեմ իմ սրտից ասելու, ես բնականաբար քարոզներ շատ ունեմ, ես ուսմունքներ էլ ունեմ, քարոզներ էլ ունեմ, երբ որ բացում ես քո այդ տետրերը, որտեղ գրած է քարոզները, կարաս մեջից նայես, ասես որ է այսօր քարոզեմ ու որն էլ քարոզես լավ կլինի, բայց կա ժամանակ, որ դու գիտես, որ դու պետքա փոխանցես բաներ, որոնք որ քո տարվա փորձառությունից է գալիս, ու այսօր ես հավատում եմ, որ շատ կարևոր բանի մասին ենք մենք խոսալու, ու եթե քեզ հետաքրքիր է վերնագիրը, ես այսպես եմ վերնագրել հավատքը պահել։ Մենք շատ ենք լսել դրա մասին, որ պետք է հավատքներս պահենք։ Ու գիտես ինչ կա, կարող է լսել ենք քարոզներ հավատքը պահելու մասին։ Ինքը Քրիստոսը ասեց, երբ որ ես հետ կվերադառնամ երկիր, արդյոք հավատքը գտնեմ թե չէ, այսինքն կգտնեմ մեկին, ով որ պահել է հավատքը մինչև իր գալուստը։ Այդ նշանակում է մենք խնդիր ունենք, մենք հանձնարարական ունենք, մենք մեր առջև դրած հանձնարարություն ունենք պահել են հավատքը, որը մեզ վստահված է, կամ որը մեզ փոխանցված է, կամ որը որ մենք ստացել ենք։ Պահել այդ հավատքը ու տարբեր կարծիքներ կան, ինչ է նշանակում հավատքը պահել, ինչքան պահել, քանի տարի պահել, պահելուց հետո ինչ անել, երբ որ ինչ որ մի բանի մասին խոսում ես, ասում են պահեք մի օր, 7 օր, չգիտեմ 20 տարի հետո պահելուց հետո ինչ ենք անելու։ Բայց այստեղ, երբ որ մենք խոսում ենք հավատքի մասին, այստեղ ժամանակ չկա, այստեղ հավատքը, ես կարող եմ այսպես ասել, պահել մինչև վերջ։ Մինչև ինչի վերջը, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Բա որ մենք մինչև այդ չլինենք, ուրեմն պահել մինչև քո կյանքի վերջ։ Նույն բանի մասին խոսել է Պողոս Առաքյալը, 2 Տիմոթեոս, եկեք բացենք իրար հետ 2 Տիմոթեոս 4 գլուխ, դու ունես Աստվածաշունչ քո հետ։ Հեռախոսների մեջ հիմա շատ ունեն, չէ՞ մարդիկ ավելի շատ։ Որ կապ չունի որտեղ ունես, խնդրում եմ, բացի իմ հետ 2 Տիմոթեոս 4 գլուխ 7-րդ խոսք։ Գիտես 6-րդ խոսքում արդեն Պողոսը իր մասին այսպիսի բաներ է ասում, որովհետև ես արդեն նվիրվում եմ եւ իմ բաժանվելու ժամանակը հասած է։ Ու այստեղ խորհուրդ է տալիս իր մասին, տեսեք ինչ է ասում։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքս պահեցի։ Ու դրանով ինքը ուզում է վերջացնի, որովհետև ինքը շատ կարևոր բան ասեց։ Իրա, այսպես ասած, բաժանվելուց առաջ, ասում եմ ժամանակը հասել է։ Իհարկե նա շատ լավ հասկանում էր, որ շուտով ինքը մարտիրոսվելու է, ինքը վերջացնելու է իր երկրային կյանքը, իր միսիան ավարտել է ու հետ է ուզում նայի իր կյանքին, ու գիտես ինչ ասում է, ես այդ իմ բարի պատերազմը արեցի ես, ընթացքս կատարեցի, շատ համարձակ է, գիտեք, ասել հետ նայել ու ասել
ընթացքս կատարեցի կամ ընթացքս անցա։ Հիմա երբ որ մենք ինքներս, եթե շատ երկար տարիներ Աստծո մեջ ծառայել ենք, կամ ինչու՞ չէ, միայն Աստծո մեջ չի, եթե դու հասակով ես, ասենք թե օրինակ 60 տարեկան ես, եթե դու հետ նայես, կարող ես արդյոք ասել, որ դու քո կյանքում ինչի համար որ ծնվել ես, գոնե 70-80%-ով կատարել ես կամ անցել ես այդ ընթացքը ճիշտ։ Գիտես, իհարկե շատ երիտասարդ հասակում մենք այդքան էլ հետ չենք նայում, որպեսզի հասկանանք ճիշտ ենք ապրել թե չէ, բայց երբ որ դու ընթացք ես անցնում, դու անպայման նայելու ես, ոնց անցար դու, ճիշտ անցար թե չէ։ Ու երանելի է այն մարդը, որ երբ որ հետ է նայում իր ընթացքին ու համարձակ կարողանում ասի, որ ես չեմ փոշմանել իմ ապրած կյանքի համար, եւ չեմ փոշմանել իմ արածների համար, եւ չարածների համար, նույնպես մենք պետք է հաշիվ տանք։ Եվ համարձակ կարողանանք ասենք, գիտես ինչ, ամբողջ Աստծո կամքը ես կատարեցի։ Ընթացքս ասում անցա, կատարեցի։ Սա շատ համարձակ հայտարարություն է։ Ես այնքան կուզենայի, որ Պողոսի նման կարողանայի նույնպես համարձակ հայտարարեի, որ ընթացքս կատարել եմ։ Թերի չի մնացել, կիսատ չեմ թողել։ Եթե նույնիսկ մի բան կիսատ եմ թողել, ապա ինչ որտեղ լրացրել եմ։ Այսօր մենք կարող ենք տեսնել քրիստոնեական աշխարհում լիքը կիսատ թողած գործեր, կիսատ թողած ճանապարհներ, ու պատճառը գիտեք ինչն է, լուրջ չի է պատճառը, ինչ որ տնտեսական կենցաղային հարցերի պատճառով մարդիկ կիսատ են թողել որոշ ընթացքներ։ Աստված տա հետ գան։ Ես լիքը մարդիկ գիտեմ, որ կիսատ են թողել։ Իրանց չի թվում, որ կիսատ են թողել, իրանք ասում են մենք հիմա ուրիշ բանով ենք զբաղված։ Համաձայն եմ, ուրիշ բանն էլ է գործ։ Բայց այն ինչ որ մենք պետք է անցնենք, մենք պետք է անցնենք մինչև վերջ։ Տիրոջ օգնությամբ, Տիրոջ շնորհքով։ Պողոս Սարաքյալը իր մասին ասում էր, ինչ որ այեմ Տիրոջ շնորհքով եմ, ինչի որ հասել եմ նրա օգնությամբ եմ հասել, ինչ էլ որ ունեմ, նրանով ունեմ, ինչ էլ որ չունեմ, էլի նրանով եմ բարձրանում։ Հանդիպել ես այդպիսի խոսքեր։ Սրանք շատ համարձակ հայտարարություններ են։ Ու ես ունեմ շրջապատ, որոնք արդեն 35 տարի Աստծո մեջ են։ Դե բնականաբար, եթե ես ինքս միայն 30 տարի ծառայության մեջ եմ, մի 35 տարի մեր կյանքի խոսքը Երևանում ծնվել է 1990 թվականին, արդեն քանի տարի կլինի, աստորեն։ 36 տարի, դե բնականաբար իմ շուրջը լիքը մարդիկ կան, ովքեր արդեն 35 տարի ծառայության մեջ են, Աստծո մեջ են։ Գիտես, քիչ չի 35 տարի, դա քիչ չի, իհարկե Աստված տա 50 հասնենք, Աստված տա 100 հասնենք, ես չգիտեմ Քրիստոսը մինչև հետ կգա թե չէ, ասում են չնայած, որ գալու է շուտով, թե դուք այդքան էլ համաձայն չեք։ Երբ որ ասում եմ շուտով, տարեթիվ մի պատկերացրեք, որովհետև Աստվածաշնչում գրած է շուտով։ Տարեթիվ չկա, չէ՞ գրած։ Դրա համար ես համարձակ ասում եմ շուտով։ Եթե տարեթիվը հետաքրքրում, ծառայության վերջում առանձին կասեմ։ Ահա, միանգամից հետաքրքրությունը առաջացավ։ Կատակ եմ անում, ես տարեթիվ չգիտեմ։ Ուղղակի այնքան եմ սենց կատակներ արել, արդեն իմ անունը, ազգանունը պատտվում է, որ ես տարեթիվ գիտեմ։ Բայց ես միշտ կատակ եմ արել, ես ուղղակի հասկացել եմ, որ էլ կատակ էլ պետք է չանեմ, որովհետև արդեն մարդիկ լուրջ սպասումներ ունեն ինձանից։ Լավ, սա առանձին թեմա է, չնայած որ կապ ունի սրա հետ, որովհետև ես այսօր խոսում եմ մինչև վերջ պահելու մասին։ Այդ վերջը երբ է։ Գիտես, մենք հայերս այսպիսի ազգ ենք, որ երբ որ իրար հանդիպում ենք, մենք իրար բարևում ենք, հարցեր ենք տալիս, չէ, ինչ ենք ասում ենք ոնց ես։ Հետո ասում ենք ինչ կա, չկա։ Հետո ասում ենք բա ուրիշ ինչ կա։ Ինքը ասում է ուրիշ, հետո բա հետո։ Ու այդ պատասխաներս հետո մի քիչ հետո նորից ասես, բա ուրիշ, բա վերջը, այդ վերջը ամենավերջն է, այդ բա վերջը։ Մենք սիրում ենք այդպիսի չի հարցեր տալ։ Ես հիշում եմ մի ռուս էր եկել մեր մոտ, այդ ռուսին մենք սովորացնում էինք հայերեն։ Ու այդ ռուսը դե ցանկացած ազգի լեզու երբ որ սովորում ես, եթե դու սովորել ես ինչ որ ուրիշ ազգի լեզու, դու իմ հետ համաձայն կլինես, որ լեզուն սովորելու ժամանակ սովորացնում են հետևյալ նախադասությունները. բարև ձեզ, ինչպես եք, ինչպես են գործերը, չէ՞։ Դա
տարածված արտահայտությունը ցանկացած լեզվով պետքա սովորես։ Հիմա այս ռուսին ես ասում եմ, հիմա լսի ես քեզ լրացուցիչ բաներ եմ սովորացնում, որովհետև բացի բարև ձեզից, բացի ոնց ես, բացի ինչպես ես եւ ինչ կա, չկայից կա մի հատ էլ հարց, բա ուրիշ։ Ու այս ռուս ասեց այդ ինչա։ Ասի այտենց դու որ խոսաս, մի քիչ հետո ասա բա ուրիշ, էլ ինչ կա ասա։ Ասում բա դա ինչա, ասի այն որ դու հարցրել ես ինչ կա, չէ՞, ինքը ասել էր, չէ՞։ Մի հատ էլ պետք է ասես բա ուրիշ ինչ կա։ Այսինքն ու ինքը զարմանում ինքը ասում բայց արդեն հարցրել եմ։ Ասում եմ նույնը չի, այդ ուրիշ է, այն ինչ որ ինքը ասելու է։ Դա ուրիշ բան է։ Դրա համար այդ ռուսը սովորել էր ու գնում էր մարդկանց հետ հայերեն խոսալուց, երբ որ հայի հետ խոսում էր, արդեն հարցրել էր ոնց է, ինչ կա, չկա, ասում էր բա ուրիշ ինչ կա, այս հայը ու ծիծաղից թուլանում էր, որովհետև չէր պատկերացնում ռուսը իրան կարա այդպես հարց տա։ Ունենք չէ այդպիսի մենք սովորություն։ Ես հասկացա, որ դա պատահական չի, որովհետև մենք աստվածաշնչյան ազգ ենք։ Մեզ հետաքրքրում է, գիտես ինչ, վերջը։ Վերջն է հետաքրքրում, բա հետո ուրիշ ինչ կա։ Ու այստեղ, երբ որ ես այսօր խոսում եմ հավատքը պահելու մասին, հավատքը պահել մինչև վերջ, ինչպես Պողոս Առաքյալը ասում է, ահա եկել է վերջը եւ ես հավատքս մինչև վերջ պահեցի։ Ու սա շատ լավ օրինակ է մեր համար, որ մենք մեր հավատքը ամեն ժամանակ պետք է պահենք։ Դուք ասես ախր եղբայր այնքան դժվար է երբեմն հավատքը պահել։ Ես գիտեմ, եթե հեշտ լիներ, խոսքը մեզ չէր ասի։ Հենա կպահեինք, բայց արի ու տես, որ դա շատ դժվար է, որովհետեւ գիտես ինչ, մենք սկսում ենք շատ արագ ինչ որ մի բան, օրինակ մեր հավատքի կյանքը, մենք երբ որ սկսեցինք, մենք շատ ժամանակ նույնիսկ չհասկացանք էլ ոնց մտանք այս հավատքի մեջ։ Ու այնքան արագ է ստացվել այդ ամեն ինչը ու այնքան բնական ճանապարհով է գնացել, որ նույնիսկ երբեմն երբ որ մենք պատմում ենք մեր անցած ճանապարհը, ոնց եկանք հավատքի, ոնց այդ ընթացքը անցանք, ոնց ինչ որ տարիները անցան, ու մենք նույնիսկ ասում ենք տարիները նենց անցան, որ չենք էլ հասկացել, որովհետև լրիվ ուրիշ կյանքով ենք ապրել։ Մի կյանք էր, որը որ գիտես ինչ կա, երանելի կյանք։ Երանելի, որովհետև երբեմն հիշում ենք երանելիությամբ։ Հիշում ենք այսպես, երբ որ լավ օրեր ես ունենում, մեկ-մեկ հիշում երանի ես, չէ՞ տալիս։ Բայց գիտես ինչ կա, Աստծո խոսքը ասում է, շատ լավ է, որ դու սկսել ես, բա հետո։ Այդ հարցն է, բա հետո, բա վերջը, հետո ուր հասար։ Ուր հասար եւ ճանապարհին ինչպես անցար ու հիմա ինչ վիճակի մեջ ես։ Ու արդյոք շարունակում ես գնալ էլի այդ նույն ձևի թեթևությամբ, հեշտությամբ, հավեսով, լավ օրերը հիշելով, շարունակում ես գնաս, թե ուղղակի հասել ես մի կետի ու այդտեղ ընկել ես մտքերի մեջ, այն հեքիաթների նման։ Հեքիաթի հերոսը հասավ մի կետի, որտեղ ճանապարհները բաժանվում են 3 մասի՝ աջ, ձախ եւ մեջտեղը։ Ուր ենք մենք հասել, եւ այստեղ Ժողովող 7-րդ գլուխ, եկեք իրար հետ բացենք, Ժողովող 7-րդ գլուխ 8-րդ խոսք։ Մի բանի վախճանը լավ է նրա սկզբիցը։ Լավ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։ Երկու մասից է բաղկացած այս խոսքը։ Ես ուզում եմ այս երկու բաների մասին խոսեմ։ Գրած է մի բանի վերջը սկզբից լավ է։ Ու գիտես ինչ կա, մենք մտածում ենք, ասում ենք դե վերջը միշտ էլ լավ է, ոչ։ Միշտ չի որ վերջը լավ է։ Մենք ասում ենք վերջը լավ կլինի։ Այո, թող վերջը լավ լինի, դա ցանկություն է, ու շատ լավ ցանկություն է։ Բայց երբ որ խոսքը ասում է մի բանի վախճանը կամ մի բանի վերջը սկզբից լավ է, սա Աստծո խոսքում է գրված, չէ՞։ Ապա սա ոնց որ հանձնարարություն է մեր համար։ Բայց թե ոնց կդառնա, մենք ենք որոշում։ Այստեղ որոշում է գալիս։ Ավտոմատ լավ չի լինում։ Այո, մենք հույսեր ունենք, մենք ասում ենք, որ ինչքան էլ նեղություն լինի, վերջը լավ է լինելու։ Բայց դա արդեն որոշում է, չէ՞, որ դու որոշել ես։ Օրինակ, 90-ական թվականներին, երբ որ այդքան էլ լավը չէր, հավատացյալները ասում էին, վերջը լավ է լինելու, ամեն ինչ լավ է լինելու։ Անհավատ մարդը ասում էր, սրա ինչն է լավ, կործանում ենք։
Ես հիշում եմ մեր բարեկամներից մեկը 90-ական թվականներին տեղափոխվեցին Ռուսաստան ու գիտես ինչ էին ընդեղից գրում կամ ինչ էին ասում, երբ որ զանգում էին։ Ասում էին Հայաստանը շուտով կործանվելու է։ 90-ական թվականների բան եմ ասում։ Ասում էր Հայաստանը շուտով կործանվելու է։ Եկան 2000-ականները, Հայաստանը չկործանվեց, եկան 2010-ականները, Հայաստանը չկործանվեց, եկան 2020-ականները, Հայաստանը չկործանվեց, գալու են 2030-ականները, Հայաստանը էլի չի կործանվելու։ Եթե ամեն չասիր, մեկը չի կործանվելու։ Դուք ասես որտեղից գիտես, որտեվ այն ինչ որ 90-ական թվականներին մենք խոսում էինք, մեր խոսացածի պես էր լինում, նույնն էլ հիմա մենք խոսում ենք ու լինելու է այդպես։ Ես հաստատ գիտեմ, իհարկե Քրիստոսը եթե գա, Հայաստանի վերջն էլ կգա, բայց ես խոսում եմ նրա մասին, քանի դեռ մեր Տեր Հիսուս Քրիստոսը չի եկել, ապա Հայաստանը լինելու է։ Ամեն։ Սա որոշում է, ես գիտեք, հիմա մենք իրար հետ որոշում է կայացրեցինք ճիշտ բաներ խոսալու։ Ինչ է որոշումը իրանից ներկայացնում։ Որոշումը գիտես ինչ կա, միայն նոտարով եւ պետական գրասենյակներով չի։ Քո մեջ ամեն րոպե որոշում է կատարվում։ Դու գիտես, որ քո մեջ նոտար էլ կա, գրասենյակ էլ կա, պետական դռներ էլ կան։ Քո մեջ։ Ուղղակի մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Մենք ամեն րոպե որոշում ենք կայացնում։ Մենք որոշել ենք ընտրել ենք Աստծուն, գնում ենք Աստծո հետևից ու որոշել ենք գնալ Աստծո հետևից մինչև վերջ։ Դա որոշում է։ Ու եթե որոշում ես կայացնում, գալիս են նեղությունները, այդ ժամանակ քո որոշումը միանգամից գալիս է, այդ թուղթը գալիս դնում են քո առաջ։ Ու դու պետք կարդում ես։ Կամ այդ թուղթը դու ճմրթում թափում ես, կամ էլ հետևում ես քո որոշմանը։ Ամեն։ Ինչի ես մի քիչ առաջ խոսեցի նրանից, որ մենք սիրում ենք դիմացինին հարցնել, բա ուրիշ ինչ կա, բա ուրիշ հարցաքննում ենք, չէ՞ անընդհատ։ Բա վերջ ինչ կա։ Գիտես ինչ, մենք օգնում ենք դիմացինին ճիշտ որոշումներ կայացնելու։ Դու գիտես, որ հայերը իրար օգնելու համար են ծնվել։ Դու եթե մեր ազգը շատ լավ ուսումնասիրես, կհասկանաս, որ մեր ազգը օրհնություն է իրականում մեր համար, առաջինը, հետո նոր ուրիշ ազգերի համար։ Որովհետև մենք մեկս մյուսին օգնում ենք առաջ գնալու համար։ Օրինակ այն մեկը գիտես խի լավ մեքենա ունի, որովհետև այն մեկը առելա լավ մեքենա, օգնելա որ դու էլ առնես։ Դու գիտես ինչ ես լավ շորեր հագնում, որովհետև այն մեկը օգնելա որ դու այդ լավ շորերը հագնես։ Մենք օգնում ենք իրար խոսացնում ենք ու խոսալուց օգնում ենք, ու ինչ դուրս կգա մեր բերանից։ Մեզ երբ որ հարցնում են ո՞նց ես, հավատացյալ ժողովուրդը միշտ պատասխանում այսպես, լավ եմ, փառք Աստծո։ Անհավատ ժողովրդին երբ որ հարցնում ես ո՞նց ես, ասում է ո՞նց պետք է լինեմ։ Յոլա։ Դու գիտես ինչ որոշում է դա։ Ես որոշել եմ յոլա գնամ։ Իսկ հավատքի մարդիկ ասում են, ես որոշել եմ, որ փառք Աստծո է լինելու։ Այսինքն լինելու է այնպես, որ ես փառք եմ տալու Աստծուն։ Նույնիսկ եթե այդպես չեղավ իմ ուզածով, ես միևնույնն է փառք եմ տալու Աստծուն։ Այդ որոշումը գալիս է իմ առաջ։ Մենք հիմա մի քիչ հիմա խոսում ենք վերջի մասին, այսպես ասած, ինչա սպասվում մեզ վերջում, հետո, մինչև ուր ենք մենք գնում, մենք ինչ որ ճանապարհ ենք անցնում, ընթացք ենք անցնում, ու այս ճանապարհին մենք պետք է ուշադիր լինենք, ինչ ենք ասեմ մեր կյանքի համար։ Երբ որ դու եկար Աստծուն, դու հիշում ես, որ Աստծուց ստացար խոսքեր, որ քո կյանքում ամեն բան լավ է լինելու։ Այսպիսի խոսքեր ստացել ես։ Ես հիշում եմ, ստացել եմ իմ կյանքի համար, ես շատերին եմ լսել վկայություններ, որ Աստված խոստացել է։ Ու գիտես ինչ, հետո եկավ ժամանակներ, որ այդքան էլ լավ չէր։ Ու ես պետք է հասկանայի, դա Աստված էր ասել, թե չէ։ Աստված էր ասել, որ լավ է լինելու, թե չէ։ Ու ես ընկել էի մտքերի մեջ, ու ես գիտեմ, որ շատ քրիստոնյաներ իմ նման այդպես մտածում են, ինչ որ մի հարց էր եղել, մի հարցի մասին եմ խոսում։ Ու ես ասում եի, Աստված, բայց դու ասել ես, որ ամեն բան լավ է լինելու ու ամեն բան հարց գնալու է իրան։ Բայց հարցը ինչի ասես դժվար։ Բայց ինչի էս հարցը չի լուծվում։ Չէ՞ որ դու խոստացել ես։ Ու գիտես ինչ կա,
ու ես եկել էր այդ պահը, որ ես պետքա որոշում կայացնեմ, ես ինչ եմ խոսում իմ ապագայի համար։ Ես կարող եմ, գիտես ինչ անել, կարող եմ հանձնվել, ու գիտես ինչ անել, ասել, դե Աստված խոստացել է, բայց չստացվեց։ Ես գնում եմ իմ համար իմ հարցերը լուծելու։ Ու ես գիտես ինչ անեի, ես գնայի իմ իմացած ձևով լուծեի։ Ինչա քիչ ա լինում այդպես։ Չի եղել, որ Աստված քեզ խոստացել է, բայց իրավիճակները ուրիշ բան են ցույց տալի, ու դու գնում ես քո ձևերով այդ հարցերը լուծելու։ Դե Աստված ինձ ասենք թե օրինակ խոստացել էր լավ աշխատանք, բայց այդ աշխատանքը չկա, կամ Աստված ինձ խոստացել էր, որ ես պետքա ինչ-որ միտեղ ղեկավար լինեմ, բայց ես հիմա չունեմ այդ ամեն ինչը, դե ես էլ կգնամ ուրեմն իմ իմացած ձևով կստեղծեմ այդ ամեն ինչը, Աստծունը չեղավ, Աստծո արածը։ Ու գիտես ինչ կա։ Ես ինքս սկսում եմ կառուցել իմ ձևով, իմ ճանապարհներով։ Ու բնականաբար դա կլինի իմ որոշումը։ Ու երբ որ մի բան չստացվի, ես Աստծուն չեմ կարա մեղադրեմ։ Ես չեմ կարա Աստծուն մեղադրեմ, որովհետև ես ինքս եմ արդեն կառուցել։ Գիտես ինչ կա, իմ կյանքում գալիս է մի ժամանակ, ասեմ քեզ որ եկել է վաղուց, որ ես լիովին վստահում եմ Աստծուն։ Ես հիմա դուք հասկացաք, որ շեղվել եմ Աստծո կամքից, ընտրած ճանապարհից։ Մենք պետքա գիտես ինչ անենք, ես այսօր ուզում եմ մի քիչ կիսվեմ համել իմ ունեցած փորձառությունից, ոչ թե նրա համար, որ գլուխ գովամ կամ ջիջիլ գցեմ, հայերեն չգիտեմ այդ ջիջիլ բառը, ձեզ նախանձի գրգռեմ կամ դրանով ընդհակառակը դու քեզ ված գաս, որ կարող է իմ նման չես արել, որովհետև շատ հնարավոր է, որ դու երբեմն Աստծո կամքից դուրս ես եկել ու քեզ նեղված գաս, նեղվես, կամ հիմա կարող է ինչ որտեղ դրան ուզում ես դուրս գաս։ Օգնելու եմ, որ դուրս չգաս, մնաս։ Դրա համար եմ պատմում այս վկայությունները։ Ու գալիս է մի պահ, որ գիտես ինչա, դու արդեն լրիվ թողում ես Աստծուն։ Հիմա երբ որ մի բան պատահում է, չէ՞ իմ հետ։ Գիտեք ինչ եմ անում, ասում եմ, տեսնես հիմա Աստված ոնց է անելու ինձ այս իրավիճակից։ Իմ մոտ սա գիտես ինչա դառը, սա ոնց որ ազարտի նման մի բան է, ասում եմ, տեսնես հիմա Աստված ինչ է անելու։ Ունեմ ենթադրենք ինչ որ մի բանի կարիք, կամ ինչ որ մի բանի պակաս է, չէ՞։ Ես ասում եմ, Տեր Աստված, դու գիտես իմ ճանապարհը, դու գիտես, որ ես քեզ վստահում եմ, ես որոշում եմ կայացրել ու ապացուցել եմ իմ կյանքում, որ ես մինչև վերջ գնալու եմ քո տևից, այնքան դեպքեր ա եղել, որ թողեի, որ գնայի իմ իմացած ճանապարհով, որովհետև շատ նեղված եմ եղել։ Բայց ես չեմ գնացել, ես թողել եմ, թույլ եմ տվել քեզ։ Ես որոշում ունեմ կայացրած, այդ որոշումը ամենառաջ անգամ գալիս է իմ դիմացը, կանգնում է իմ առաջ, ու ես հիմա իրավիճակի մեջ եմ։ Դե խնդրեմ, հիմա ո՞նց ես անելու, հիմա ինչ ես անելու։ Դուք ասես տենց համարցակ կարողանում ես Աստծո հետ խոսած, այնպես չի որ համարցակ կարողանում եմ խոսամ, բայց ձև եմ տալի իբր համարցակ խոսում եմ Աստծո հետ, որովհետև ով կարա կանգնի Աստծո առաջ ու գիտես ինչ գլուխ գովա։ Եղել են մի քանի հոգի, Աստվածաշնչում վերջը գիտենք իրանց ինչա լինում։ Եվ ասում եմ, գիտես, Տեր Աստված, ինձ հիմա հետաքրքիր է, բայց այս անգամ ոնց ես անելու այս իրավիճակից։ Այս ինչի կարիքն ունեմ, կամ այս իրավիճակի մեջ եմ, պակասություն ունեմ, կամ խնդիր է, կամ առողջական է, կամ չգիտեմ, հոգևոր է, կամ բարոյական է, նյութական է, չգիտեմ, մоральնի է, չգիտեմ, այնտեղ տարբեր կան, չէ՞, կենցաղային է, դու անորոշություն է ինչի չէ շատ ժամանակ, անորոշություն, բառից բուն իմաստով, անորոշություն, ու ասում եմ, հիմա Տերը ինչ է անելու հերթական անգամ, ու ամեն անգամ, երբ որ դու վստահում ես Տիրոջը, Աստված նոր ձևով է հանում քեզ այդ իրավիճակից, կամ նոր ձևով է լրացնում այդ իրավիճակը։ Տեր հիմա ում մոտ վազեմ, որ այս հարցը լուծվի։ Հենց լսում եմ այդ բառը, որ հանգստացի, խաղաղվի, ասում եմ սկսվեց, ուրեմն Տերը սկսել է աշխատել։ Գիտես, ես ուզում եմ կարդամ մի տեղ, որ ավելի պարզ լինի մեր համար, այստեղ ինձ կհիշացնեք, որ որոշումների վրա է հիմնված։ Երբ որ ձեզ պատտվեմ հարցնեմ, որտեղ կանգնեցի, հիշացրեք, ասեք,
այս նախադասության վրա կանգնեցիք, որոշումների մեր կայացրած որոշումների հիման վրա է երևալու մեր վերջը կամ մեր ապագան։ Կամ կպահենք մեր հավատքը մինչև վերջ թե չէ։ Ուզում ես իմանաս քո կյանքում դու կպահես քո հավատքը մինչև վերջ թե չէ։ Ես արդեն Փառք Աստծո անցա այդ շեմը կամ հասել եմ այդ շեմին, որ կարող եմ իմանալ մինչև վերջ գնալու եմ թե չէ։ Շատ ժամանակ ես ասում եմ, ես ինչ իմանամ, մինչև վերջ կգնամ թե չէ։ Ես ինչ իմանամ, ընթացքս կանցնեմ թե չէ, որովհետև շատ ժամանակ իրոք մենք չգիտենք, չէ։ Մեծամտություն չլինի հիմա իմ ասածը, բայց գալիս ես հասնում ես մի շեմի, որ դու կարող ես իմանալ մինչև վերջ կգնաս թե չէ։ Մինչև վերջ կպահես թե չէ։ Կանցնես այդ ընթացքը թե չէ։ Ու ես ուզում եմ օգնեմ քեզ։ Եբրայեցիս 11-րդ գլուխ։ Ձեզ հետաքրքիր է այս թեման։ Եբրայեցիս 11:32-ից 40 խոսքերը։ Խոսքերը շատ են, բայց այնպես չի որ կանգնելու են բոլորի վրա։ Էլ ինչ ասեմ, որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Եփթայի, Դավիթի եւ Սամուելի եւ ուրիշ մարգարեների մասին, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ ծածկեցին, կրակի զորություն արեցին, կրակի զորություն անցկացրին, սրի բերանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակները փախցրին, կանայք իրանց մեռելները ընդունեցին, հարությունիցը, ուրիշներն էլ խիստ չարչարվեցան ազատությունը չընդունելով, որ լավագույն հարությանը հասնեն։ Մյուսներն էլ նախատինքների, ծեծերի, կապանքների, բանտի փորձը առան, քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված մեռան, ոչխարի մորթերով, այծի կաշիներով մանեկան, կարոտություն քաշելով, նեղված, չարչարված, որ աշխարհքը նրանց արժանի չէր։ Անապատներում մոլորվեցան, սարերում եւ այրերում եւ երկրու խորոշներում։ Եվ սրանք ամենքը հավատքով վկայություն առան, բայց խոստմունքները չընդունեցին, որտեղ Աստված մեզ համար ավելի լավ նախապատրաստեց լավ բան, որ նրանք առանց մեզ չկատարվեն։ Թարգմանությունները տարբեր են, որովհետև դու գիտեք հայերենում շատ թարգմանություններ կան։ Նոր Արարատ, հին Արարատ, արևելյան, արևմտյան, Էջմիածնի թարգմանություն, Գեդեոնի թարգմանություն, այնքան թարգմանություններ կան։ Դրա համար շատ հնարավոր է քարոզիչ ուրիշ բան կարդա, այնտեղ ուրիշ բան գրված լինի, բայց միտքը կարևորը նույնն է։ Կարևորը կանոնական Աստվածաշունչ լինի։ Բայց այն ինչ որ ես կարդացի ձեր համար պարզ էր, չէ՞, հասկանալի էր, չէ՞։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ ես իմ կարդացածին։ Ասում եմ հերոսների մասին։ Դու գիտեք, չէ՞, որ Եբրայեցիս 11-ը խոսում է հավատքի հերոսների մասին։ Սրանց վերջի մասին մենք այսօր նույնպես խոսում ենք մինչև վերջ գնալու, հավատքը մինչև վերջ պահելու մասին։ Այստեղ մարդիկ են, ովքեր իրանց հավատքը պահեցին մինչև վերջ, անկախ նրանից հասան խոստմունքներին թե չէ։ Անկախ նրանից ինչ եղավ իրանց հետ, միևնույնն է իրանց հավատքը պահեցին մինչև վերջ։ Ու գիտես ինչ, երբ որ կարդում եմ ինչերի մեջով են անցել, ուզում եմ համեմատեմ գոնե մի կետ բռնելա իմ կյանքում այս գրվածները։ Եթե հիմա այսօր ձեզ ուզում եմ այսպես կոչ անեմ, եթե մի կետ նույնիսկ բռնում է քո կյանքում, որ անցել ես հավատքի կյանքում, այս գրածների հետ, իմացի խոստմունքը քեզ է սպասելու։ 100% բան եմ ասում, դուք վստահ մեր մասին ասում ես, դու մեզ նույնիսկ չես էլ ճանաչում։ Աղոթել եմ դրա համար ասում եմ։ Ձեր համար, անձամբ ձեր եկեղեցու համար։ Եթե նույնիսկ այս գրվածներից մի կետով չեմ ասում մի քանի, որովհետև ձեր մեջ մարդիկ կան, մի քանի կետով էլ են անցնում։ Դու անցել ես կամ անցնելու ես, այսպես պատվով ես անցնելու, կիսատ չի մնալու, հաղթական ես անցնելու, ապա խոստմունքները քեզ է սպասում։ Դուք ասես, բայց ինչ այդտեղ չհասկացա, այդ ինչ են արել իրանք։ Եկեք անդրադառնանք նորից։ Թվում անուններ է, չէ՞ նշում, Գեդեոնի, Բարակի, այս մարդկանց դու
Լսել ես նրանց անունները, Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Եփթայելի, Դավիթի, այդ որ Դավիթն է, մեր հայաթի բանի տղե Դավիթն է, թե Սամսոնը, որ Սամսոնն է, այն բանենց Սամսոնը, Նիկոլենց։ Սամուելի եւ ուրիշ մարգարեների համար, սրանք աստվածաշնչյան հերոսներ են, որոնք ինչ որ բան են արել, ու իրանց պատմությունը գրված է Աստծո խոսքի մեջ, ու ինքը շարունակում է ասում է, իրանք հաղթեցին, հաղթել են, նախ առաջինը Աստված իրանց հաղթողը համարում, անկախ նրանից ինչ կյանքով են իրանք ապրել։ Աստված հաղթող է համարում, որովհետև իրանց վերջը հաղթական է եղել, պարտվոց չի եղել։ Եվ ասում է, որ հաղթեցին, արդարություն գործեցին, ու սկսի քննել քո կյանքը, հաղթած կաս երբևիցե։ Թեկուզ փոքր բաներում ինչ որ մի բան հաղթել ես քո կյանքում։ Արդարություն գործեցին, արդարություն գործած կաս, որ գիտես ինչ կա, այդ րոպեին բոլորը սուտ են խոսացել, իսկ դու արդար ես մնացել։ Չնայած տուժվել ես դրա համար։ Տուժվել ես, բայց արդարությունդ պահել ես։ Կրակի զորություններով անցկան, սրի բերանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակից փախցրին իրանց։ Այսինքն բանակը եկավ թշնամու, բայց Աստված քեզ փախցրեց։ Մենք նայում ենք, ասում ենք, այս ինչերի մեջով են անցել այս մարդիկ։ Մենք նույնիսկ նրանց կեսով չենք անցել, շատ ժամանակ մենք ասում ենք հալածվել ենք, մեզ հալածում են։ Ինչի համար, հավատքի համար, ինչ են արել քո հետ։ Ինձ ասեցին աղանդավոր։ Այդ ինչ ուժեղ հալածանք է։ Քեզ ասել են աղանդավոր։ Այ, ինչ մեղք ես դու։ Աղանդավոր են ասել։ Այստեղ մենք կարդում ենք մարդիկ ինչերի մեջով են պրծել, ինչերի մեջով են անցել, որտեղից Աստված իրանց փրկե, ազատե, ինչ իրավիճակներից է հանե, ու այստեղ հանկարծ մեզ հալածում են, որովհետև մեզ ասում են աղանդավոր կամ մեզ ասում են հավատացյալ է։ Այն մարդը, որ անցնում է, գնում է, հետևից ասում են ինքը հավատացյալ է։ Բա հավատացյալ է, ասում են։ Մի անգամ ես նեղվել էի։ Շատ շուտվա պատմություն եմ պատմում, իմացա, որ փողոցում ինձ ասել էին հավատացյալ։ Նեղվել էի մի տեսակ, հետո մեկ եմ միտք է գալի, ասում եմ, բա ճիշտ են ասել։ Մարդիկ սուտ բան չեն ասել, ճիշտ են ասել։ Հետո սկսեցի ուրախանալ։ Հիմա եկանք ավելի մոտիկացանք մեզ։ Նորից կարդում եմ։ Նախատինքների ու ծեծերի։ Քանի անգամ ենք ծեծվել։ Նախատինք ունեցել ենք ծեծերի։ Ես գիտեմ կանայք կան, որոնք ծեծվել են հավատքի համար, ու խոսքը ասում է, որ դու հաղթող ես։ Որովհետև դու հավատքի համար ես ծեծվել։ Այստեղ Եբրայեցիս 11-ում գրված է հերոսների մասին։ Նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան։ Քանի անգամ են մեզ կապե, բանտը գցե։ Հələ թող մեկը ռիսկանի ինձ կապի։ Ես նենց իրան կկապեմ։ Շատ հնարավոր է, որ մեզ կապեն։ Գրածա, որ բանտի մեջ են եղել ոմանք։ Սրով սպանված մեռան։ Սրով սպանված։ Այստեղ մնում է մի հատ խաչ անես, որ չլնի հանգարց։ Այդ բանը մեր հետ։ Ուզում եք ձեր վրա էլ խաչ կանեմ, որ հանկարծ ձեր հետ չպատահի։ Դուք ասես, ես ինչ հեշտ ես խոսում։ Հեշտ եմ խոսում, որովհետև այս մարդկանց մասին գրված է, որ իրանք անցան այդ ամեն ինչը։ Նշանակում է հնարավոր է անցնել, նշանակում է պատիվ կա դրա մեջ, երանելություն կա դրա մեջ, նշանակում է ուրեմն Աստծուց խոստմունքներ կա իրանց համար պատրաստված։ Նշանակում է իրանց վերջը հաստատ լավ է։ Նշանակում է, որ իրանք իրանց հավատքը պահել են մինչև իրանց կյանքի վերջ։ Մինչև կյանքի վերջ։ Ոչ թե պահել են 30 տարի, չգիտեմ, այսքան պահեցի, վերջ, արդեն գնում եմ թոշակի։ 30 տարուց հետո կարելի է գնալ թոշակի։ Էլ արդեն կարելի է ապրել ազատ, հավատքը
մի ձև պահել այնքան որ յոլա տանել։ Ոչ։ Անցնել ես բոլոր փորձություններով։ Փորձանքի մեջ ընկան, չէ, քարկոծվեցան, ավելի սկզբից սա էր գրած, քարկոծվեցան, դու գիտես, որ ռեալ քարկոծվել են մարդիկ, Աստծո խոսքի համար։ Ռեալ իրանց քարերով ծեծել են։ Քարերով։ Եթե դու մեկն ես, ով քարերով քեզ խփել են հավատքի համար, դու ուրախանալու առիթ ունես։ Այնպես չի, որ հիմա գնաց ձեր հայաթ ասես, դե ինձ քարերով ծեծեք։ Ինչի, որ ես երանելի լինեմ։ Ոչ։ Բայց sense tendency ծեծվելու ենք։ Ու ծեծվում ենք հավատքի համար։ Ճիշտ է, կարող է ուղիղ քարերով չենք ծեծվում։ Սղոցվեցան, եղել են մարդիկ, ովքեր բառից բուն իմաստով հավատքի համար սղոցվել են։ Կտրել են իրանց մարմնի անդամները, պատմության մեջ մենք կարդում ենք շատ հավատացյալների մասին, որ իրանց մարմնի անդամները սղոցով դրե կտրել են, հավատքից ուրանալու համար ասել են ուրացի այդ հավատքը, թե չէ կտրում ենք, այսինչ մարմնիդ մասը, անդամը։ Ու մարդիկ չեն ուրացել, պահել են հավատքը։ Ու շարունակում է։ Փորձանքի մեջ ընկան, փորձանքի մեջ ընկած կաս։ Ես այնքան եմ ընկել, այնքան կարելի ասել հայել ընկնում եմ փորձանքի մեջ։ Մեկ-մեկի որ ընկնում եմ փորձանքի մեջ, ասում եմ էլի ընկա փորձանքի մեջ։ Ու ասում եմ, բայց ինչքան կարելի է ընկնել փորձանքի մեջ։ Հետո երբ որ կարդում ես այս խոսքերը, մխիթարվում ես։ Ես գիտես ինչի եմ ընկնում փորձանքի մեջ, որովհետև Աստծո համար ինչ որ մի բան ուզում եմ անեմ։ Ես չեմ ուզում, գիտես ինչ, այսպես ապրեմ։ Արի ես իմ տաղանդները թաղեմ, ոչ մի բան չօգտագործեմ, որովհետև կարող է հանկարծ օգտագործելու ժամանակ սխալներ թույլ տամ։ Դու գիտեք, որ բոլոր մարդիկ սխալներ են թույլ տալի։ Ոնց որ թե այդքան էլ համաձայն չես։ Կապ չունի դու հիմա ամեն ասես թե չէ, բոլոր մարդիկ սխալներ են թույլ տալի։ Ես գիտեմ մեկին, ով որ անսխալական է, չեմ հավատում։ Անսխալականը միայն գիտեք որտեղ։ Անսխալական լինում են միայն միտեղ, որտեղ մութա, լուռա ու սառնա։ Դուք արդեն իմացաք որտեղ։ Հələ միշտ ապեք, այնտեղ գնալու հələ ժամանակ կա։ Քանի դեռ այս երկրի վրա ենք, քանի դեռ մենք ապրում ենք ու գործում ենք, շատ հնարավոր է, որ մենք սխալներ թույլ տանք։ Շատ հնարավոր է, որ մենք փորձանքների մեջ ընկնենք։ Շատ հնարավոր է, որ լինեն իրավիճակներ, որոնք խանգարեն մեզ, մեր արդարությանը, մեր հավատքը պահելուն, ոչ թե օգնեն, այլ խանգարեն։ Ու հələ որ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Խանգարում են, չէ՞։ Թե օգնում են։ Մի անգամ միտեղ այդ բառը ասեցի, մեկը մոտեցավ, ասեց, եղբայր ջան, ինձի լավ էլ օգնում են, չեն խանգարում։ Ասի փառք Աստծո, ուրեմն քո համար, որ քեզ օգնում են, որտեղ մեծ մասին խանգարում են։ Ասեց իմ մոտ ամեն ինչ օքեյ է։ Ինձ բոլորը օգնում են։ Ասեցի փառք Աստծո, երանի քեզ, որ բոլորը օգնում են, որովհետև մեծ մասից խանգարում են։ Խանգարում են, չեն ուզում, որ մենք մեր հավատքը պահենք։ Խանգարում են։ Նույնիսկ մեր կողքի կանգնածները, ամենամտերիմները խանգարում են, չեն ուզում, որ մենք մեր հավատքը պահենք, այլ ուզում են, որ չպահենք մեր հավատքը։ Մանավանդ այն մարդիկ, ովքեր իրանց հավատքը չեն պահե, իրանք ուզում են, որ դու էլ չպահես, որ իրանց նմանները շատանան, որ իրանք իրանց արդարացումը ունենան, բայց դու պետքա որոշում կայացնեք։ Ես ինչ էի ասել, ինչը կհիշացնեք ինձ, որ մեր կայացրած որոշումներից է կախված մեր վերջը ինչ կլինի։ Ամեն։ Դրա համար ես ասում եմ, գալիս է մի պահ, որ դու համարձակ կարաս ասես, քո վերջը ինչ կլինի, որովհետև դու որոշումներ ունես կայացրած։ Այս որոշումը կայացրել էի, պահեցի, այս որոշումը կայացրել էի, պահեցի, բայց ամեն պահելը գիտես ինչ ա եղել։ Քո կյանքից է դուրս եկել, քո առողջության, քո ժամանակի հաշվին։ Դու կարող ես այդ ժամանակը ուրիշ ձև օգտագործեիր ավելի քո հաճույքների համար, բայց դու չես օգտագործել։ Այդպես է թե չէ։ Դու որոշում ունես կայացրած, քո որոշումների կայացած վրա։ Այն ինչ որ դու խոսացել ես քո կյանքի վրա, դա էլ լինելու է։
Հաստատ իմացի, եթե դու քո կյանքի վրա անընդհատ վատ բաներ ես խոսած ու հանկարծ մի օր այդ բանը կատարվի, մի մեղադրի ոչ մեկին, որովհետև դու ես հռչակե քո կյանքի վրա։ Ես շուտով մեռնելու եմ, որովհետև առողջությունս լավը չի, ես շուտով աղքատանալու եմ, որովհետև ֆինանսականս լավը չի։ Հաստատ իմացի, եթե դու մի քանի անգամ կրկնես այդ բառերը, այդպես էլ լինելու է։ Դու կասես, բա ինչ անեմ, մի ասա այդ բառերը։ Դրա փոխարենը ասա, որ Աստված ինձ կյանք կտա, ես կապրեմ ու կգործեմ, Աստված ինձ առողջություն կտա, Աստված ինձ ֆինանսներ կտա ու ես կծառայեմ։ Դա որոշում է դա։ Ինձ ոչ մեկը վատություն չի անի։ Փոխանակ նրա, այդպես պետք է ասես, փոխանակ ասես շուրջս բոլորը վատ մարդիկ են։ Ու բոլորը ինձ վատություն են ուզում անեն։ Անընդհատ խոսում ես, որ ինչքան վատ մարդիկ են քո շուրջը հավաքված։ Ընդհակառակը քո շուրջը հավաքված են լավ մարդիկ։ Քո շուրջը հավաքված են քեզ օգնողները։ Այն հիշում ես, որ հա հարցեր ա տալի, բա վերջը։ Բա հետո, բա ուրիշ ինչ կա, բա ուրիշ, բա։ Ու դու ստիպված պետքա ստեղծես քո ապագան։ Բա վերջը ծառայությանդ վերջը ինչ ալնելու, հա, ոնց որ այդքան էլ լավ չի, հա։ Շատ լավ է։ Կարող է այս րոպեին լավ չի, թվում է թե լավ չի, բայց ես որոշում ունեմ, ես լիքը որոշումներ ունեմ։ Քո հետ ոնց որ այդքան էլ լավ չեն, հա, վերաբերվում։ Ու հերթականությամբ թվում է թե ոնց են վերաբերվում։ Ու դու ասում ես, հա, ճիշտ ես ասում, իմ հետ սենց վատ են վերաբերվում։ Բա քո որոշումը ուր է, դու ինչ էիր որոշը։ Եկան քեզ ուրիշ որոշում առաջարկեցին։ Ընդհակառակը մեր դիմացինները, մեր շուրջը եղող մարդիկ մեզ համար օրհնություն են։ Ես այդպես եմ նայում։ Իրանք իմ համար օրհնություն են։ Իրանք ինձ օգնում են մինչև վերջ գնալու համար։ Իրանք ինձ օգնում են ճիշտ բառեր խոսալու համար իմ կյանքի, իմ ծառայության, իմ ապագայի վրա։ Իրանք ինձ օգնում են։ Իրանք ինձ օգնում են, որ շատ ժամանակ ես փորձանքների մեջ չընկնեմ։ Այստեղ գրած է փորձանքների մեջ ընկան։ Էլ չեմ ուզում շատ կարդամ սրով սպանված, մեռան, ոչխարների մորթիներով, այծի կաշիներով, հագած կաս ոչխարի մորթի։ Այստեղ հագել են մարդիկ։ Իսկ այծի կաշվով չկաս, չէ՞ հələ որ։ Ես չեմ խոսում մոդայիկ շորերի մասին, որ կարված են բնական կաշվից։ Ես խոսում եմ հենց բառից բուն իմաստով ոչխարի մորթի տեսած կաս, որ մորթում են ոչխարին։ Այդպես մորթի հագած կաս, այծի կաշի կաս վրատ քաշած։ Գլխիդ մանավանդ։ Ման եկան կարոտություն քաշելով, նեղված, չարչարված։ Նեղված, չարչարված։ Կա ձեր մեջ մարդ, որ նեղված է։ Ես լիքը մարդ եմ տեսնում ստեղ նեղված, դուք ասես ոնց ջոկեցիր, շորի գույնից։ Հա։ Կատակ եմ անում։ Մարդ ես կարող է սև ես հակե, պատահական հակել ես։ Այդ չի նշանակում, որ նեղված ես։ Լիքը մարդկան չարչարված, որտեղից եմ ես տեսնում քո դեմքից ու իմ դեմքից։ Չարչարված, բայց ինչի՞ց չարչարված։ Այստեղ գրած է նեղված եւ չարչարված։ Մոտեցի դիմացինիդ հարցրը ասա նեղված ես, չարչարված ես, հələ տես ինչ կասի։ Այո նեղված եմ, այո չարչարված եմ, հետո ինչ։ Այո նեղված եմ, այո չարչարված եմ, բայց ունեմ որոշում։ Գնալու մինչև վերջ։ Երբ որ հիշում եմ, որ գնալու մինչև վերջ, այդ ժամանակ իմ նեղվածությունը, իմ չարչարված լինելը, էլ ինձ չի խանգարում, ընդհակառակը ինձ օգնում է։ Ինձ օգնում է առաջ գնալու համար։ Իմ դիմացինները, իմ կողքինները, դրանք իմ օրհնություններն են։ Իրանք ինձ օգնում են, որ ես մեղքի մեջ չընկնեմ։ Դուք գիտես քանի հոգի կա ինձ օգնում է, որ ես մեղքի մեջ չընկնեմ։
Մի օր նստեցի հաշվեցի։ Մինիմում 7 հոգի կա իմ շուրջը, որ օգնում է ինձ, որ ես մեղքի մեջ չընկնեմ։ Ու գիտես ոնց է օգնում։ Ոչ թե գալիս է օրը 10,000 դրամ տալիս է, որ չընկնեմ մեղքի մեջ, այլ ընդհակառակը։ Նենց անում, որ մեղքի մեջ ընկնեմ։ Բայց ընդհակառակը ես որոշում եմ կայացրել, որ ինքը ինձ օգնում է։ Ինքը այն հարցեր տվողն է, բա հետո, բա վերջը, բա ինչ է լինելու։ Բա ուրիշ ինչ կա։ Բա ուրիշ ինչքան կա։ Շատ կա։ Մի անգամ նորից նստեցի հաշվեցի ինչքան մարդ կա, որ օգնում է, որ ես չհպարտանամ։ Որ չհպարտանամ։ Մի օր գիտես ինչով էի հպարտացել։ Շորերիս կամ կոշիկներիս ունեցած քանակով։ Դուք ասես, լավ, ինչի մասին ես խոսում, ինչ շոր, ինչ կոշիկ, լուրջ բաներից խոսա։ Լուրջ բաներ ես սկսում այդպիսի բաներից, հասարակ, ոչ լուրջ բաներից։ Ես ու գիտես ինչ մարդիկ օգնում են ինձ, որ ես չհպարտանամ, որ ես չգոռոզանամ, որ ես վեր չթռնեմ, էլի մինիմում 7 հոգի հաշվեցի, որ ես վեր չթռնեմ։ Կոշիկի պատմությունը առանձին է, եթե ձեզ հետաքրքիր է, YouTube-ում մի հատ քարոզ ունեմ, պատմել եմ, որտեղից ինձ այդքան շատ կոշիկ։ Դրա համար ժամանակ չեմ ուզում ծախսեմ։ Այս մարդուց պրծնեմ, ազատվեմ, պրծնեմ, մի պրծի, դա օգնում է քեզ, որ դու մնաս խոնարհության ու հնազանդության մեջ։ Այս խմբից պրծնեմ, իրանք չեն թողում, որ ես ազատ լինեմ։ Փառք Աստծո իրանց համար, որտեվ շատ ազատ լինելը հիմարության հետևանքներ է բերում։ Մտքեր են գալիս տարբեր, երբ որ շատ ազատ ու պարապ ես մնում։ Դու գիտես, որ մենք ամեն մեկս պարգևներ ունենք։ Պարգևներ, հոգևոր պարգևներ։ Ամեն մեկս ունենք հոգևոր պարգևներ։ Ու երբ որ դու քո պարգևի մեջ մի քիչ շատ ես աճում, գիտես ինչ, տակից քաշողներ են հայտնվում, որ հանկարծ շատ չբարձանաս։ Ու ես ասում եմ, փառք Աստծո այդ մարդկանց համար։ Ես էլ ինձ չեմ հսկում։ Ես գիտեմ, որ հանկարծ եթե շատ բարձանամ, տակից քաշողներ կան։ Կօգնեն, ազատ եմ ես դրանից։ Դու գիտես, հենց սկսես լավ երգել միանգամից, լսի ուշադիր, հենց դու սկսես լավ երգել կամ լավ նվագել, միանգամից տակից քաշողներ են հայտնվելու, որ քեզնից լավ են երգում ու քեզնից լավ են նվագում։ Դա օրինակի համար եմ ասում։ Լավ քարոզել ասեմ։ Հենց սկսես լավ քարոզել, կհայտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն քեզնից լավ քարոզեն։ Քարոզիչների երկու տեսակ կա։ Մեկը նա է, որ միշտ սպասում է բարձրախոսի, երբ են տալու այդ բարձրախոսը իմ ձեռը։ Ախր երբ են տալու չեն տեսնում ով է նստած իրանց դեմը, մեծն քարոզիչը, չեն տալիս մի հատ խոսամ։ Երկրորդ տեսակը նստած ու սենց է անում։ Չէ, ինձ միկրոֆոն մի տվեք, բարձրախոս մի տվեք, ես չեմ քարոզելու, մեկը ինձ բեմ չբարձրացնեք, մեկը ինձ չասեք խոսա քարոզի, ես չեմ անելու։ Մեկը ինձ չեն լսելու, այս էլ երկրորդ տեսակն է, որը վախենում է բեմ բարձրանալուց։ Այն մեկը շտապում է, հազիվ է իջացնում, չի ուզում իջնի։ Այն մյուսն էլ չի ուզում բարձրանա։ Երկուսն էլ հպարտություն է, եթե քեզ հետաքրքիր է, այնպես չի որ մենակ առաջինն է այդ հպարտություն։ Երկուսն էլ հպարտություն է։ Պետք է խոնարհ լինել։ Ու մեր կողքի մարդիկ մեզ օգնում են։ Փառք Աստծո իրանց համար։ Մեր կողքի մարդիկ մեզ օգնում են, որ իրանց կարիքը նույնպես տեսնենք։ Մեկը մի անգամ նեղացել էր ինձանից, բան էր ուզում հասկացներ, ես էլ անընդհատ մեղադրում էի իրան, բայց ինքը ինձ բան էր ուզում հասկացներ, իսկ ես մեղադրում էի, ասում էի չունես, որովհետև, դե ես մի քիչ էլ ուսուցչական պարգև ունեմ,
երբ որ ուսուցչական պարգևին մոտենում ես բան ես ասում, ինքը միանգամից սկսում է քեզ բան անել, դաստալ ինչի քո մոտ չի ստացվում։ 7 կետ ինչի քո մոտ չի ստացվում։ Ու ես 7 կետերով իրան մեղադրում եմ, որ ինչի է ինքը այդ իրավիճակի մեջ, բայց ինքը ուղղակի ինձ սպասում էր, որ ես նկատեի ինչ որ մի բան, կարիքը նկատեի, կամ խղճայի իրան, որովհետև մարդիկ կան, իրանց շատ բան պետք չի, ուղղակի պետք է իրանց հասկանաս ու լսես։ Ուղղակի լսես իրանց, հասկանաս ու գիտես ինչ կանես, կարեկից լինես։ Մի անգամ մի պապիկ եկավ իմ մոտ, փող էր ուզում ինձանից, կլներ երևի մի քանի տարվա առաջվա պատմություն եմ պատմում, կլներ երևի մի 70-ից 80 տարիքի կլներ այդ պապիկը, փողոցում մոտեցավ, փող էր ուզում ինձանից ու ես հասկացա, որ ինքը ոչ միայն ինձանից է ուզում, այլև ինքը փողոցում փող է հավաքում մարդկանցից։ Տեսքը այդքան էլ վատը չէր, բայց լավն էլ չէր, բայց փաստորեն ինքը մոտենում էր մարդկանցից փող էր ուզում։ Ու երբ որ ինձ մոտեցավ փող ուզելու, գիտես ինչ կա, ես իրան ասեցի արի բան եմ ասում։ Մի 4-5 տարվա առաջվա պատմություն եմ պատմում։ Այդ պապիկը ոսպես եկավ մոտս ակնկալիքով դե բնականաբար փող էր ուզում, ես ասացի դե հիմա լսի պապի ջան ինչ եմ ասում։ Հիսուսը ու այդ 7 կետերը ուզում ես բացեի իրան։ Որ ասեցի Հիսուսը, մեկ էս պապիկը նայեց ասեց միլիցա ես։ Որ չասեց միլիցա ես։ 7 կետանոց ուսուցիչը, որը ունի 30 տարվա մանկավարժական փորձ, պատրաստվում էր մի գեղեցիկ ավետարան տալ պապիկին, բայց պապիկը մի բառով քանդեց, փշուր արեց, ափեց գցեց մի կողմ, քո ամբողջ 30 տարվա 7 կետերը։ Մի բառով, ասեց միլիցա ես։ Վատ չի միլիցա լինելը։ Հարցը նրա մեջ չի, միլիցեն լավա թե չէ։ Դա արդեն ծառայությունից հետո կխոսանք։ Տենց առանձին թեմա ունեմ։ Լավ է արդյոք լինել ոստիկան կամ միլիցիոներ։ Բայց նրա մի բառը ուղղակի գիտես ինչ է, փշրեց, քանդեց, փշրեց, հավասարացրեց 0-ի։ Ու թողեց գնաց։ Ես հասկացա, որ պապիկին ընդամենը մի 1000 դրամ կամ 500 դրամ կամ 200 նույնիսկ դրամ փող էր պետք ու դրանից հետո ինքը կլսեր քո ավետարանը։ Բայց քանի որ դու սխալ սկսեցիր, ինքը գնաց ու կորավ։ Անհայտացավ միանգամից։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ ես խոսում։ Այո։ Մեզ հանդիպում են մարդիկ մեզ օգնելու համար, գիտես ինչ, օգնելու, որ մենք այս կետերը իրականացնենք մեր կյանքում։ Այստեղ կարդացինք, չէ՞ որ ինչ էր գրած։ Նախատինքների, ծեծերի, կապանքների, բանտի փորձը քարկոծվեցան, սղոցվեցան, փորձանքի մեջ ընկան, սրով սպանված, ոչխարի մորթիով, այծի կաշիով, կովի կոտոշով։ Հա, տենց բան կա, չէ, չկար։ Կարոտություն քաշելով, նեղված, չարչարված։ Ես մի քիչ առաջ ասեցի, եթե գոնե մի բառ գտնես քո կյանքում, իմացի խոստումները քեզ են սպասում։ Ես ուզում եմ հասկանամ, լավ մի բառ կա, որ իմ կյանքում ես անցել եմ։ Նեղված եղել եմ, չարչարված եղել եմ, թե միշտ փորձել եմ ամեն ինչից մաքուր դուրս գամ։ Հանկարծ փորձանքների մեջ չընկնեմ, հանկարծ շորերս չկեղտոտվի, հանկարծ իմ մասին վատը չխոսան, հանկարծ ինձ չասեն աչքիդ վերևը ունք կա, հանկարծ ինձ իմ դիրքից չիջացնեն, հանկարծ ինձ չասեն ստեղ մի նստի, ընդեղ նստի, կամ ստեղ մի կանգնի, ընդեղ կանգնի, հանկարծ չասեն, հանկարծ չիմանան գրպանս ցակա, հանկարծ ձեռքս չտանեմ ու փոշու հատիկներ հանեմ։ Հանկարծ վերնաշապիկս ճմրթած չլինի, հանկարծ կոշիկից քիթը փոշոտված չլինի, հանկարծ մեքենայից վրա տիտիկները չլինեն։ Գիտես իմ դուրը օրինակ միշտ չի եկե, որ ինձ մոտենում ասում են շորը ծռվել, հա, մազը ծռվել, հա, այն վաղտ էին ասում։ Հիմա էլ վաղուց չեն ասում։
Չգիտեմ ես ինչը, գիտես ես սիրել եմ որ ամեն ինչ այսպես լինի, հոպ, 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 հոպ ու հոպ։ Այսինքն տեղը տեղին։ Բայց ես մի օր հասկացա, որ ում է պետք է կյանքը, ես չեմ մտնում այս ցուցակի մեջ։ Այստեղ գրված է հավատքի հերոսների մասին, ովքեր մինչև վերջ պահեցին իրանց հավատքը։ Ու այս ճանապարհին հնարավոր է մազս է ծռվի, կոշիկն էլ փոշոտվի, շորն էլ այնպես չլինի, մի բան էլ ճմրթած լինի, միգուցե սոված էլ լինեմ, այդ օրը միգուցե պակաս լինի, ուշադրության պակաս լինի, այդ օրը ինձ ոչ մեկը չասեց ոչ մի լավ բան, բայց ես այնպես սպասում եի, որ մեկը գար ինձ ասեր, «Էս ինչ սիրուն շոր ես այսօր հագե»։ Դրա համար փառքաստու են մարդկանց համար, ովքեր որ տեղին անտեղի գես գալիս ասում են, «Էս ինչ սիրուն շոր ես հագե»։ Կապ չունի, սիրունա թե չէ, ինքը մեկը գալիս ասում է, «Այս ինչ սիրուն ես այսօր»։ Ես էլ ասի, ես միշտ էլ սիրուն եմ եղել։ Ուղղակի դու չէիր նկատում։ Ուշադրության պակաս, որ մենք այնքան գիտես կախված ենք դրանից, հետո ինչ, ասենք թե ուշադրություն չարժանացա, հետո ինչ, այստեղ կարդում եմ բաներ, որ ուղղակի մտածում եմ ասեմ, մարդիկ ոնց կարող էին այս ամեն ինչից հետո հավատքը պահել։ Իմ համար մեծ օրինակներ կան իմ կյանքում, իմ շուրջը, մարդիկ, ովքեր իրոք կորուստներ են ունեցել, բայց մինչև հիմա շարունակում են ծառայել Տիրոջը, քարոզել, Աստծու մասին խոսալ, բայց այնքան դժբախտություններ պատահել իրանց կյանքում։ Մարդիկ գիտեմ իմ շուրջը, որ հիվանդությունների մեջ են, բայց գնում են ուրիշների համար են աղոթում։ Իրանք հիվանդ տանջվում են, բայց աղոթում են, որ ինչ որ մեկը լավանա։ Իրանք կապված են այստեղ գրած էր կապանքների մեջ, իրանք կապվածություն ունեն իրանց կյանքում, բայց ներդրում են անում, որ ուրիշը ազատվի։ Չեն ափսոսում գումարը հանելու ու ներդնելու համար։ Այդքան մարդիկ կան մեր շուրջը, ու այդ ամեն ինչը մեր համար օրինակներ են։ Նույնպես ես մի օր այդ որ մի քիչ առաջ ասեցի պարգևները ու ես հետո միտքս թռա։ Ամեն մեկս ունենք պարգևներ։ Կապ չունի, մեկը լավ է երգում, մեկը լավ է նվագում, մեկը լավ է արտասանում, այն մեկը լավ աղոթում է, այն մեկը լավ ավետարան է գործում, այն մեկը սիրուն հագնվում է, այն մեկն էլ հնազանդվում է եկեղեցու օրենքներին, սուսուփուս հնազանդվում է։ Էդ էլ է տաղանդ, էդ էլ է պարգև։ Ես մարդիկ գիտեմ, որ հնազանդորեն տարիներով իրան ասել են նստի, ես չորաթորին նստել է։ Կողքինը փափուկին է նստել, ինքը մեկա չորին է մնացել։ Դա էլ է պարգև։ Ու գիտես ինչ կա, այն պարգևները, որ Աստծուց մեզ տրված են, դրանք իրականում մերը չեն։ Ուզում եմ կամաց վերջացնեմ, բերեմ նրան, որ մենք հասկանանք, որ մենք մեր մեջ ոչ մի լավ բան չունենք եւ մենք հետներս բան չենք բերել ու գնալուց էլ ես այսօր խոսում եմ մինչև վերջ հավատքը պահելու մասին, գնալուց էլ հետներս բան չենք տանելու, ամեն չեք ասում, գոնե լու ասեք։ Հաստատ հետներս բան չենք տանելու, եթե մեկը կասկածում է, որ հետը տանելու է, ուզում եմ հիասթափեցնեմ, տանող չի եղել։ Չի եղել։ Ով որ եղել է ուզեցել է փորձի, ինչ որ գտել է ձևեր, ես իմ կախարդների մոտ է գնացել, շամանների, հեքիմների, չգիտեմ, ում մոտ է գնացել, ձևեր է սովորել, ոնց հետը տանի, ճամփին մնացել է մեկը։ Գետնից պոկվել է, բառից բուն իմաստով, գետնից պոկվել է ու կեսից մնացել է։ Չի հասել իր գնացած տեղը։ Որտեվ ձևեր կա։ Հիմա դրա մասին չի խոսքը։ Չի գնացել հետը։ Ինքը որ գնացել է, իր ապրանքը չի հասել իրան։ Հնարավոր չի դա։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ թողելու ենք այս երկրի վրա, դա մերը չի, դա մեզ տրված է ծառայեցնելու համար նախ եւ առաջ, ով որ մեզ տվել է նրան, Աստծուն, եւ երկրորդը մարդկանց ծառայեցնելու համար է։ Ամեն։ Դրա համար մի ասա, ես ինչ կարամ անեմ, ես ոչ մի բան չեմ կարող անեմ, դու շատ բան կարաս անես, քո տաղանդով, քո պարգևով։ Ու այստեղ այս մարդիկ, երբ որ մենք կարդացին Գեդեոն, Բարակ, Դավիթ,
Սամուել են մյուսը չէ, այդ մարդիկ, այդ ամեն մեկը պարգև ա ունեցե։ Եթե դու քեզ հետաքրքիր ա, քեզ հանձնարարություն գնա տուն ու կարդա, ինչ պարգև ա ունեցե Գեդեոնը, ինչ պարգև ա ունեցե Դավիթը, ինչ պարգև ա ունեցե Սամսոնը։ Ու ուզում եմ քեզ ասեմ, բոլորի կյանքում էլ եղել է առիթ, որ այդ պարգևը իրանց ձեռից պետքա վերցվեր։ Բայց Աստված թույլ ա տվե, ցույց ա տվե, որ կարա վերցնի, բայց նորից հետ ա տվե իրանց, որովհետև բոլորն սխալվել են ու բոլորին էլ Աստված ողորմացել է նորից հետ ա տվե պարգևը, որովհետև պարգևը մեզ ոչ թե տրված է, որ մենք հպարտանանք կամ մեզ լավ զգանք կամ մեր անձնականի համար օգտագործենք, այլ որպեսզի ծառայենք Աստծուն ու մարդկանց։ Դրա համար կլինեն մարդիկ, որ կթվա թե իրանք հայտնվել են քո կյանքում, որ քո պարգևը գողանան, բայց չեն կարող։ Կհայտնվեն իրավիճակներ, որ կթվա թե քո պարգևը գնամ քո ձեռքից, բայց դա հնարավոր չի, որովհետև Աստված մեջ ստուգելու է մեզ, ուզենալու է հասկանա այդ պարգևը, որ տրված է քեզ, ոնց ես օգտագործում դու, ոնց ես դու օգտագործում։ Ու ես որոշում եմ կայացրել իմ կյանքում, որ երբ որ հանկարծ հայտնվի մի պահ, որ ինձ թվա թե արդեն, գիտես ինչ կա, ինչ ուզեմ կանեմ, որովհետև բոլոր մարդկանց գալիս է մի օր, որ մտածում է, ինչ ուզեմ կարամ անեմ։ Ես ինձ պետքա խոնարհացնեմ ու ասեմ, որ ես ամեն ինչ չի, որ ինչ ուզեմ կարամ անեմ, որովհետև ես որոշում ունեմ հավատքս պահեմ մինչև վերջ։ Ու քանի որ պետքա ես հավատքս մինչև վերջ պահեմ, իմ համար ավելի թանկ է հավատքը մինչև վերջ պահելը, քան թե պարգևները հենց հիմա հանձնում եմ, որպեսզի հավատքս պահեմ։ Չգիտեմ, պարգև ասեմ, տաղանդ ասեմ, մի օր քո տաղանդը քո ձեռից տանելու են, ու Աստված է թույլ տալու։ Հիմա կարող է քո դուրը չի գալի ինչ որ ես ասում եմ, բայց դա ասում եմ այն, ինչ որ եղել է ինձնից առաջ եղողների հետ։ Իմ համար օրինակ են ինձնից առաջ գնացողները։ Երբ որ ես այսօր խոսում եմ հավատքը պահելու համար, դուք գիտակցում եք, որ ես դողում եմ դրա վրա, իմ հավատքը մինչև վերջ պահելու վրա։ Որ ես հասկանում եմ, որ կապ չունի ոնց եմ սկսել ես, ժողովը ասում է վերջը ավելի լավ է, ու պետքա որ լավ լինի, կապ չունի ինչպես եմ ես սկսել, ինչպես եմ անցել, կարևորը վերջում ուր կհասնեմ, կամ վերջում ինչ կլինի, ու ես դողում եմ դրա վրա, ես գիտակցում եմ, որ դա շատ լուրջ է, որ ես պետքա ուշադիր լինեմ, կապ չունի ոնց եմ սկսել, ոնց եմ անցել, ուշադիր լինեմ ոնց եմ ես ավարտում, ես պետքա ուշադիր լինեմ, դրա համար իմ համար ավելի արժեք է դառնում այդ ժամանակ իմ ավարտը, քան թե այս րոպեին ես ինչ ունեմ իմ ձեռքերի մեջ։ Մեկը ասել է, որ եթե դու գտնես իսկական գանձը, մնացածը կծախես, կվաճառես, կգնաս իսկական գանձը գնելու համար։ Ես հասկացել եմ, գտել եմ որն է գանձը։ Գանձը դա հավատքը մինչև վերջ պահելն է։ Կապ չունի ինչ ունեմ ես այսօր, կամ ինչի եմ հասել ես այսօր, կամ ինչի չեմ հասել, որովհետև նույնպես հավատքի հերոսներ կան, որ այտենց էլ չհասան։ Բաներ կա անցան, տանջվեցին, ընկան պատմությունների մեջ, մեկա չհասան։ Կապ չունի ինչի եմ ես հասել, ինձ հետաքրքիր է, ուր եմ ես հասնելու, վերջը ինչ է լինելու։ Դրա համար իմ առաջ մարդիկ կան, որ դրանք իմ համար օրինակ են։ Ինչ եղավ իրանց հետ, եկեք ոտքի կանգնենք։ Ինչ եղավ իրանց հետ, Փառաբանության խումբը թող գա։ Ինչ եղավ իրանց հետ 30 տարի հետո, 40 տարի հետո, 50 տարի հետո ինչ եղավ իրանց հետ։ Հայտնություն երկրորդ գլուխ։ Այս տեղը մոռացել էի ձեզ, բայց կապ չունի։ Բնավ մի վախենար այն բաներից Հայտնություն 2:10, որ կրելու ես, ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցվելու, որ փորձվեք եւ նեղություն կունենաք 10 օր, հավատարիմ եղեք մինչև իմա։ Մերունա խոսքը ասում է կապ չունի ինչա կատարվելու։ Հավատարիմ մնացեք մինչև ուր, մինչև իմա։ Ես գուշանում եմ։ Հետո ուր եմ հասնելու։
Դրա համար այդ մարդիկ, որ ինձ ասում են, բա հետո, բա վերջը, բա հետո, փառք Աստծո իրանց համար։ Այ որ կտրվեն այդ մարդիկ էլ ինձ հարցեր չտան, որտեվ մեկ-մեկն ես ուզում ես կտրվեն այդ մարդիկ, էլ հարցեր չտան քեզ, թողեն քեզ մենակ։ Մենք ասում ենք, մենակ թողեք ինձ, ես իմ մտքերը, ես իմ բաները։ Ու մեկ է ինչ-որ մեկը խցկվում է։ Բա հետո, բա վերջը։ Բա հետո, բա սենց ուր ես գնում։ Ես որոշում ունեմ կայացրած, որ գնալու եմ ինչը վերջ։ Ճանապարհին բաներ կլինեն, այո կլինեն։ Իրավիճակներ կլինեն, այո կլինեն։ Փորձանքներ, հալածանքներ, չգիտեմ, դժվարություններ, փորձություններ, քննություններ, տարբեր ձևի, մարդիկ, չգիտեմ, տարբեր ձևի։ Ոնց եմ վերջացնելու։ Վերջացնելու եմ ոնց որ 20 տարի առաջ որոշում ունեի կայացած, թե հիմա նոր որոշումներ ունեմ։ Օրինակ դու որոշում կայացրել ես, որ չփոխես քո ընտանիքը։ Որոշում կայացրել ես չփոխես քո ազգը։ Որոշում կայացրել ես քո ազգանունը չփոխես։ Ես որոշում եմ կայացրել չփոխեմ իմ ազգանունը, չփոխեմ իմ ազգը, չփոխեմ իմ ընտանիքը, չփոխեմ իմ եկեղեցին։ Դու գիտես, երբ որ ես հիմա ամեն ինչը թվում եմ, ինչ փորձություններ կարա գա դրա վրա, չփոխեմ իմ եկեղեցին, չփոխեմ այն ընտանիքը, որի մեջ հոգևոր ընտանիքի մասին եմ խոսում, չփոխեմ այն ծառայությունը, չփոխեմ այն պահելաձևը, չփոխեմ իմ բնավորությունը, չփոխեմ հավատացյալ լինելը, իսկական հավատացյալ լինելը, չփոխեմ նոր ժամանակակից հավատացյալ դառնալու, որտեվ հիմա ամեն ինչ տանում է դրան, որ դառնամ ավելի ժամանակակից։ Մանավանդ երբ որ ասում են, ինչա դու հին ես, ինչա դու բան ես, տրադիցիոնալ ես, դու հին հավատացյալ ես, տրադիցիոնալ, այսինքն։ Հիմա փոխվել է մոդեն։ Հիմա այդքան բան մի եղի, հա։ Թեթև հավատացյալ եղի։ Հիմա ամեն ինչ քանի որ թեթևի է վերածվել։ Թեթև լայթ է կոչվում անգլերեն։ Լայթ կոֆե, լայթ խմիչք, լայթ ուտելիք, թեթև սնունդ, թեթև աստվածաշունչ։ Հիմա այնքան է թեթևացել, որ հեռախոսի մեջ էլ է տեղավորվում։ Ամեն ինչ թեթև։ Ինչ պետք է ես անեմ, ես ունեմ որոշում։ Ամեն։ Ես որոշում եմ կայացրել։ Որոշում կայացրել ես, որ այդ մարդկանց մեջ ես մնալու, այդ խմբի մեջ։ Թե նոր խումբ ես ման գալու քեզ։ Որոշում, ինչ որոշում ունենք մենք։ Որոշել ենք ծառայենք մինչև վերջ Տիրոջը։ Անկախ նրանից մեջ շնորհակալություն կասեն թե չէ։ Անկախ նրանից կգնահատեն մարդիկ թե չէ։ Որոշում ես կայացրել թե չէ։ Որոշում, որն է քո որոշումը, ինչ ես խոսում քո կյանքի վրա։ Ոնց ես տեսնում քո կյանքը։ Ոնց ես տեսնում։ Ոնց ես տեսնում։ Լքված, անարգված։ Ոնց ես տեսնում։ Աշխարհում մարդիկ ասում են տղա ունենամ, որ մեծանամ պահի ինձ։ Կյանքը ցույց տվեց, որ տղան չի պահող աղջիկը։ Դրա համար մի ձգտի տղա ունենաս։ Չնայած որ մի ձգտի որ պահի ինչ որ մեկը քեզ։ Այ դա է ուզում ասեի։ Ոչ թե մտածի որ ինչ որ մեկը քեզ պահելու է, այլ ասա ես ինձ եմ պահելու լմբի բանել կողքիններից։ Ոչ թե սпасելու եմ որ ինչ որ մեկը ինձ պահի, այլ ես ինքս ինձ պահելու եմ ու ուրիշներին էլ հետը պահելու եմ։ Ոնց ես տեսնում։ Ինձ մեկը մի օր հարց տվեց, ասեց 70-ում քեզ ոնց ես տեսնում։ Ասի ես ինչ իմանամ 70-ում ոնց կլնեմ։ Ու միտք եկավ։ Գիտեք բան չի մնացել 70-ին։ Դուք ասես ինչքան է մնացել։ Կլոր 10 տարի։ Չէ 60 չկան, բայց մյուս տարի կլնեմ։ 67 թիվ եմ ես։ Բնականաբար մյուս տարի կլնեմ 60։ Ոնց կլնեմ 80-ում։ Ոնց կլնեմ։ Այսօր ես որոշում ոնց կլնես։ Ես ինձ 60 չեմ զգում։ Ստեղ մարդ կա 80-ա, իրան 80 չի զգում։
70-ա իրան 70 չի զգում։ 100% բան եմ ասում, երբ որ ես լսում էի 60 տարեկան, ես գիտեի դա մի զարամյալ պապիկա, մյուս տարի ես եմ 60։ Ես չեմ ընդունում, որ ես 60 եմ, 70-ում էլ չեմ ընդունելու։ Ոչ թե չեմ ընդունելու եմ, բայց ես ինչ չեմ համարում։ Ոնց ես քեզ տեսնում։ Լքված, անարգված։ Ոնց ես տեսնում։ Հավատքը պահած, այդպես ենք մենք։ Հիմա ուզում եմ աղոթեմ այն մարդկանց համար, ովքեր որ ծառայության մեջ են։ Ովքեր որ ծառայում են այս եկեղեցում, խնդրում եմ առաջ եկեք։ Մենակ իրանց համար եմ աղոթելու, դրա համար խնդրում եմ չնեղանաք մնացածդ։ Կարող է ծառայությունից հետո առեթ լինի անհատական ինչ որ մեկի համար աղոթեմ։ Բայց հիմա ուզում եմ աղոթեմ այն մարդկանց հետ, ովքեր կոնկրետ ծառայության մեջ են։ Եթե դու ծառայության ավակ ես, օգնական ես, ծառայության մեջ ես, ինչ որ մի բան ես անում ես եկեղեցում, խնդրում եմ առաջարի, բայց եթե բան չես անում, հələ մի արի։ Որտեվ դու հետո կանես։ Հիմա կոնկրետ գան են մարդիկ, որոնք ծառայության մեջ են։ Ու համարցակ առաջ եկեք, մի վախվախեք, մի քիչ առաջ եկեք, դուք ծառայության մեջ եք։ Հերթով ասեք, ձեր ծառայությունը, մաքրություն։ Ինչպես։ Իրար հետ, մաքրության, ֆինանսական, հյուրասիրություն, ավակ, մեդիա ադմինիստրացիա, տնային խմբակի ավակ, ֆինանսական ծառայող, աղոթների պատասխանատու, խմբակի ավակ, մեդիա, միսիոներ ավակ, մանկականի ավակ և տնային խմբակի ավակ, հյուրասիրություն, տնային խմբակ, դե պարզա գրած է, ֆինանսական ծառայող, կարգ ու կանոն գրված է, մեդիա, կարգ ու կանոն և խառը, չեղավ, տենց չի լինի, մինչև նորից հետ գամ մտածես, դուք, ֆինանսական ծառայող, այս մարդը ինչի է խառը, Էլի մարդ կար, որ չհարցրեցի, մնացած է կարգ ու կանոն բնականաբար գրված է, հալելույա, եկեք հիմա աղոթենք, աղոթելու չեմ հարցնելու քանի տարվա ծառայող եք, աղոթելու ենք ձեր համար, ինչի եմ ուզում աղոթեմ, որովհետև այսօրվա իմ քարոզից դուք հասկացաք, կապ չունի ինչպես եք դուք սկսել, կարևորը ինչպես դուք կավարտեք, որովհետև բոլորդ է լավ եք սկսել, դա հաստատ է, թե ինչ իրավիճակի մեջ եք Աստված գիտի, ամեն մեկը գիտի ձեր սիրտը, ձեր իրավիճակը, ամեն մեկը չէ, Աստված գիտի ամեն մեկի իրավիճակը, սիրտը, ինչի մեջ եք դուք շատ լավ գիտի, նույնպես գիտի, ինչերի մեջով եք դուք անցե, ու ասեմ ձեզ, ձեր մեջ կան մարդիկ, որ նույնիսկ մարդիկ չգիտեն ինչերի մեջով եք դուք անցե, նույնիսկ չգիտեն, չեք ասե ոչ մեկին ու միգուցե ճիշտ եք արել, հիմա արդեն ուշ է դրա մասին խոսելը, որտև ինչ որ արել եք, այսօրվանից գնում է անցյալ, իմ առաջարկն է, որ աղոթենք, որ մինչև այսօր ձեր արածները գնա անցյալ, որովհետև նոր բաները Աստված պատրաստվում անելու ձեր կյանքում, ու ասեմ ձեզ, որ նոր բաները լինելու է նոր փորձությունների հետ միասին, այնպես չի, որ ձեզ հիմա պաշտոններ ենք բաժանում, նոր պաշտոններ չենք բաժանում, ուղղակի նոր ժամանակ է սկսվում, ու այն ինչ որ դուք արել եք, գնում է անցյալ, այն ինչ որ դուք ձեռք եք բերել, եթե դրա համար ձեզ չեն ծափարել,
ապա ծափարությունները վերևում։ Եթե դրա համար չեն վարձատրե, ապա վարձքը վերևում։ Եթե հանկարծ այսօրվա աղոթքից հետո անցնի ինչ-որ մի ժամանակ ու դուք հիշեք ձեր արածները, հրեշտակները ասելու են այն օրը աղոթք ես արել ու զրոյացվել է։ Հիմա դրա համար ուզում եմ հարց տամ, զրոյացնելու ենք ձեր բոլոր արածները։ Եթե պատրաստ եք, մնացեք, եթե չէ, հիշում եք ձեր տեղը չէ, որտեղից եկաք։ Թե արդեն մոռացաք, անցյալի մասին այնքան սաղ ուղարկեցիք անցյալը, այդ ամեն ինչն էլ հետո մոռացաք, որտեղից եք եկես, եկեղեցում դուք ինչ եք անում, որ աթոռին եք նստած։ Դուք ինձ ճիշտ եք հասկանում։ Ես եմ անձամբ որոշել զրոյացնեմ, ու ասեմ քեզ մի անգամ չեմ զրոյացրել։ Երևի 10 տարին մեկ զրոյացնում եմ։ Ու հետաքրքիր գիտեք ինչն է, որ հաջորդ 10 տարին ավելի հետաքրքիր է, քան թե այն անցածը։ Ու ես հաստատ գիտեմ, որ Աստված ավելի հետաքրքիր բաներ ունի։ Ամեն։ Պատրաստ եք։ Ոնց որ այդքան է պատրաստ չեք, հա։ Պատրաստ եք։ Հալելույա, եկեք գանք Տիրոջ առջև, հալելույա Տեր Աստված, մենք գալիս ենք քո առջև, կամաց, հա, խնդրում եմ, կամաց կնվագեք, որտեվ ես բարձր չեմ կարող աղոթեմ, դրա համար կամաց կնվագեք, ուղղակի թող մթնոլորտը ներկայությունը Աստծո այստեղ լինի։ Հալելույա։ Տեր, հիմա մենք գալիս ենք քո առջև, այսօրվա խոսքի համեմատ, որ վերջը ավելի լավ է, Տեր, որ կապ չունի ինչպես ենք սկսել, ինչպես ենք հասել այսօրվա մեր կարգավիճակին, ինչ ձեռքբերումներ ունենք, ուզում ենք աղոթենք։ Քո խոսքի համեմատ, որ Պողոս առաքյալը ասում է հավատքս պահեցի, ընթացքս կատարեցի, մինչև վերջ Տեր օգնի այս մարդկանց, որ հավատքը մինչև վերջ պահեն Տեր։ Եթե իրանք վարձք են սպասում, ապա դու վարձատրի Տեր Աստված, թող իրանք իմանան, որ քո համար են ծառայել։ Ոչ թե մարդկանց են ծառայել, կամ ինչ որ մեկի ասածն են արել, այլ քո կամքն են կատարել, Տեր։ Ու վարձքն էլ քեզանից են սպասելու։ Ամեն մեկին տվել ես տաղանդներ, ամեն մեկին շնորհներ ես տվել, պարգևներ ես տվել։ Այսօր իրանք այդ ամեն ինչը բերում են քո առջև, Տեր Աստված։ Ու ես խնդրելու եմ աղոթքի մեջ ասա, Տեր, բերում եմ քո առջև իմ բոլոր տաղանդները։ Ասա Տիրոջը, խոսա նրա, ասա բերում եմ քո առջև իմ բոլոր տաղանդները, իմ բոլոր պարգևները, ձեռքբերումները, այն ինչի որ ես հասել եմ հոգևոր աշխարհում, այն ինչի որ ես իմ կյանքում հասել եմ, Տեր դու թույլ ես տվել, որ ես օգտագործեմ այդ պարգևները։ Նույնպես մարդիկ են եղել իմ շուրջը, ես այնքան շնորհակալ եմ այդ մարդկանցից, որ կան իմ շուրջը, որ օգնում են ինձ, որ ես չմեղքի մեջ չընկնեմ, որ չսայթակեմ, որ չհպարտանամ, չգոռոզանամ։ Դրել ես իմ վրա ավագներ, Տեր, այնքան շնորհակալ եմ ավագիս համար։ Ասա մի ամաչի, ասա Տիրոջը։ Տեր, ես այնքան շնորհակալ եմ իմ ավագների համար։ Եթե դրանք մի քանիսն են, եթե դրանք շատ են, մի օքի չի, ես միևնույնն է Տեր գոհանում եմ իմ ավագների համար, իմ ավագի համար, իմ ղեկավարի համար, որ դու դրել ես ինձ որպես օրհնություն, ու այն մարդիկ, որ ինձ շրջապատում են, դրանք իմ օրհնություններն են։ Ես այնքան շնորհակալ եմ Տեր, ու այսօր այս ամեն ինչով հանդերձ ես բերում եմ քո առջև։ Տեր օգնի իրանց, որ հենց հիմա բերեն քո առջև քո պատվանդանի, քո շնորհքի աթոռի, գահի, ոտքերի առաջ Տեր բերեն այդ ամեն ինչ ու ասեն Տեր քոնն է։ Մենք ոչ մի շնորհք չունենք սրա մեջ, ոչ մի վարձք չունենք սրա մեջ, ոչ մի վաստակ չունենք, այլ Տեր քեզանից առել ենք ու քեզ էլ վերադարձրել ենք։ Տեր ես հենց հիմա աղոթում եմ, դու տեսնում ես այս մարդկանց խոնարհությունը, այս մարդկանց հնազանդությունը, որտեվ Տերը ասում է նոր բաներ է սկսվում ձեր բոլորի կյանքում։ Եթե դու կախված մնաս քո անցյալից, ապա նորը չի գա։ Հենց հիմա հստակ խոսում է եկեղեցու վրա Աստված, որ եթե դու բռնես քո հինը, ասես Տեր այսքան գործ եմ արել, դրել եմ, չարչարվել եմ, արել եմ, չգիտեմ ինչ ու դու ասում ես, որ պետք է հիմա բերեմ քո ոտքերի առաջ թողեմ, որովհետև դու նոր բաներ ունես իմ համար,
Օգնի Տեր, օգնի, որ այս մարդիկ իրականում ռեալ հասկանան։ Ամեն բան նոր եմ անելու, ասում է Տերը։ Այնտեղը, որ դու կանգնած ես, ես էլ եմ նոր անելու, ասում է Տերը։ Նոր եմ անելու։ Այն ինչ որ ձեռը թիմա կպած է, այն ինչ որ ինչին դու հենց հիմա կպած ես, դա էլ եմ նոր անելու, ասում է Տերը։ Նոր եմ անելու, նորն եմ անելու։ Հալելույա, Տեր, շնորհակալություն, շնորհակալություն։ Շնորհակալություն, շնորհակալություն, Տեր, շնորհակալություն, շնորհակալություն։ Այստեղ չի մնալու մի հոգի, նույնիսկ, որ կարողանա իր գործերով կամ արածներով գլուխ գովա կամ Տիրոջը ասի մի բան արել եմ, որտեվ զրոյացնում է, հենց հիմա զրոյացնում է Տերը։ Զրոյացնում է ոչ թե վատ իմաստով, որ զրոյացնում է ոչնչացնելու իմաստով, այլ զրոյացնում է նոր կետից սկսելու համար, որովհետև այն ինչ որ անելու է Տերը, ավելի ուժեղ է լինելու։ Ավելի զորավոր է լինելու, հիշեք այս բառը, ավելի ուժեղ է լինելու, ավելի զորավոր է լինելու ու ավելի մեծ է լինելու, ասում է Տերը։ Ու ոչ մի խառնաշփոթ չի լինելու։ Որոշ խառնաշփոթ կա, բայց Տերը զրոյացնելու է։ Որոշ անհասկացողություն կա, որոշ անհասկանալի բաներ կան, բայց Տերը զրոյացնելու է։ Որոշ այս եկեղեցում մի քանի մեծ ծառայություն կա, որտեղ կա անորոշություն, ես չեմ ասելու անունները, դուք լավ գիտեք։ 3 հատ մեծ ծառայություն, որտեղ անորոշություն կա, որտեղ անհանգստություն կա, ու Տերը ասում է, որ այդ 3-ի համար էլ ես անհանգստացած եմ, ու ոչ մեկը չի կարա իր մարդկային ձևերով խանգարի, իր մարդկային ամբիցիաներով, այլ ոնց որ Աստված ուզում է, այդպես է լինելու։ Ոնց որ Աստված ուզում է, այդպես է լինելու։ Որտև այն ինչ որ Տերը ուզում է անի, ավելի լուրջ է, քան թե դուք պատկերացնում եք։ Հալելույա, Տեր, շնորհակալություն, շնորհակալություն։ Շնորհակալություն Տեր Աստված, հալելույա, հալելույա։ Տերը բերելու է կոնկրետ հստակություն է Տերը բերելու ու դա լինելու է մինչև տարվա վերջ։ Հալը, հիմա խնդրում եմ բոլորդ հետ նստեք ձեր տեղերը ու մենակ աղոթելու ենք եկեղեցու հովիվների համար։ 3 հատ ծառայությունն է օրնելու շատ ուժեղ Աստված ու մինչև տարվա վերջ դուք տեսնելու եք Աստծո ձեռը շատ ուժեղ։ Մեկը արդեն բերնիցս թրծրեցի, չնայած գաղտնիք չի։ Մեկը փառաբանությունն է, արդեն ասեցի, ես տեսա ոնց է Տերը հսկում իր փառաբանությունը, որը բարձրանում է դեպի երկինք, ոնց է հսկում։ Ոնց է հետևում։ Հալելույա։ Մյուսը ֆինանսականն է, ասեմ թող իմանան մարդիկ բոլորը, Տերը օրնելու է այս եկեղեցին ֆինանսական շատ ուժեղ։ Եվ մյուսը լինելու է դա, չգիտեմ, հիմա ժամանակները այդպես են։ Այն ինչ որ վերաբերվում է սոցիալ մեդիա եկեղեցու դեմքը երևալուն, այդ բաժինը ուստեղ ուժեղ իմաստություն է պետք, եւ որպեսզի նույնպես օգտագործենք այսօրվա տեխնիկայի զարգացումը Աստծո համար, Աստծո փառքի, Աստծո գործերի համար։ Դա հստակ երևում է։ Դուք ասես, բա հովիվների համար աղոթեիր, որ լիքը հովիվներ բարձանային, մարգարեներ բարձանային, կբարձանան հանգիստ, հովիվներ էլ կբարձանան, մարգարեներ էլ կբարձանան, ուսուցիչներ էլ կբարձանան, որտեղ ձեր մեջ ուսուցիչներ կան, այստեղ ուսուցչական օծություն եմ զգում այսքան տեղը, դուք ասես, բա այնտեղ ինչ ես զգում, նենց չի, որ եկել եմ, որ զգամ, հատուկ չեմ եկել, որ զգամ, ուղղակի այդպես ստացվում է։ Այստեղ զգում եմ ինչ-որ մարդիկ տղամարդկանց ծառայություններ, չգիտեմ, տարբեր ավետարանչական ծառայություններ, որ իրականացնելու եք կամ իրականացնում եք արդեն։ Բայց այդ 3-ը ես զգացի կարևոր այդ 3 ծառայությունները, որ Տերը շատ ուժեղ օգտագործելու է ու դուք ռեալ տեսնելու եք, այն ինչ որ ես ասեցի, հələ որ ցանց է կախված, պատ չասեմ, հələ որ ցանց,
Ցանցը մի բան է, որը պատի նման է, բայց մեկը ածակեր ունի մեջը։ Հələ որ ցանցը կախված, այս երեքը բայց դերը վերցնելու է ու օրնությունները թափվելու են։ Այդ երեք բնակավարի վրա պետք է ճիշտ օգտագործել այդ երեք բնակավարը։ Հալելույա։ Հալելույա։ Հիմա աղոթենք մեր հովիվների համար։ Ես ինքս չեմ պատրաստվում մարգարեանալ, որովհետև Տիրոջը խոստացել եմ այս տարի, ոչ մեկին չի ասել, առաջինը ձեզ եմ ասում։ Չեմ ուզում իներցիայով մարգարենամ, որովհետև դա իմը չի պարգևը, դա Աստծունն է, կուզենա կվերցնի, կուզենա կգործի, կուզենա չի գործի։ Իմ գործը աղոթելն է։ Ես Տիրոջը ասել եմ, որ նույնպես Տեր, ես իմ գործը աղոթելն է, մնացածը դու ոնց կանես, դու ավելի լավ գիտես։ Հիսուսի անունով, հալելույա։ Հալելույա, Տեր, պարզեք ձեռքերը խնդրում եմ Տեր հովիվների համար, այս ընտանիքի համար, հալելույա Տեր Աստված, մենք քո առջև ենք գալիս, մենք աղոթում ենք այս եկեղեցու հովիվների հալելույա համար, Տեր ջան, դու լավ գիտես իրանց անցած ճանապարհը, Տեր ասում է, ես ամեն բան գիտեմ, ձեր անցած ճանապարհը, ինչերի մեջով եք անցել, շատ մարդիկ կան չգիտեն, ու պետք էլ չի որ իմանան, արդեն զրոյացնում է, որովհետև այսօր Տերը զրոյացնելու է։ Զրոյացնելու է այն կարգի, որ դու նույնիսկ հիշել մոռանալու եք շատ բաներ, ու երբ որ հարց առաջանա ապագայի հետ կապված, նույնիսկ մոռանալու եք ու չեք հիշելու ձեր արածները, որովհետև Տերը նոր բան է ուզում անի, նոր բան, Տերը ասում է նոր բան, որը ձեր մտքով չի անցել, Տեր ես աղոթում եմ Մայրի համար, հովիվ Մայրի, Տեր ասում է նոր բան, որ մտքովը չի էլ անցնում, որ մտքովը չի էլ անցնում։ Այո, շատ բաներ քո մտքով անցել է, այո, դու ունես խոսքեր Աստծուց ստացած քո ապագայի հետ կապված, ու դու մոտավորապես մի քանի տարվա դու ունես քո ստացածը Աստծու համար, բայց այն ինչ որ այսօր հրճակվում է քո ապագայի, ավելի հեռու ապագայի համար, դեռ դու չգիտես։ Ու Տերը ասում է մտքովդ էլ չի անցնում, ինչա Տերը պատրաստ է քո համար ու քո ծառայության համար։ Ու Տեր ես խնդրում եմ չբացես առայժմ ոչ մեկին, մենակ իրան կբացես, թող մենակ ինքը ունենա, Հիսուսի զորավոր անունով, դու կխոսաս իր այդ, Տեր ասում է խոսալու եմ երազների, տեսիլքների, ճիշտ մարդկանց շուրթերով, ու դու իմանալու ես, որ դա դրա մասին է խոսքը, Հիսուսի զորավոր անունով։ Հենց հիմա իմ գործը Տեր ես տեղ աղոթում եմ, զրոյացնում եմ, բայց քո գործը այդ զրոյից հետո շարունակելն է Տեր Աստված, դրա համար ես աղոթում եմ այդ շարունակության համար Հիսուսի զորավոր անունով, մինչև տարվա վերջ ամեն բան զրոյանալու է Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա Տեր, շնորհակալություն, աղոթում եմ Տեր նրանց հովվական ծառայության համար, պաշտպանության համար, քո գերբնական պաշտպանությունը այս ընտանիքի վրա Տեր, իրանց կյանքերի վրա ծառայության վրա Հիսուսի զորավոր անունով, աղոթում եմ նրանց զավակների համար, բոլոր զավակների համար քո պաշտպանությունը Տեր Աստված։ Ու այն տաղանդները, որ դու դրել ես իրանց կյանքում, Տեր ջան, թող իրանք իմանան, որ դա իրանցը չի, դա Աստծու համար է, ու չլինի այն երկու ծայրահեղությունը, որ մեկը մտածում է, որ ինքնավոր կա, եւ երկրորդն էլ իրան անարգում է, մտածում է ինքը ոչ մի բան չի կարող անի։ Տեր ասում է դու ամեն բան կարաս, որովհետեւ այն ինչ որ Աստծուց է, դու պետքա չանհանգստանաս, այլ ինչ որ Աստծուց է կլինի, Տերը ասում է։ Համարձակեղի ու ես հենց հիմա աղոթում եմ, որ ոչ մեկը չխանգարի այս երեխային ասեմ, այս Աստծո դուստրին ասեմ, որ չխանգարի, որպեսզի նա ծառայի Տիրոջը իր պարգևներով։ Հիսուսի զորավոր անունով։ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, Տեր, շնորհակալություն, շնորհակալություն, հալելույա։ Կարող եք անցնել ձեր տեղերը, Փառք Հիսուսին։ Ոտքի կանգնենք, խնդրում եմ եւս մեկ անգամ։ Ես գիտեմ, որ ուշացրեցի, ես ասում եի խոսքը շուտ վերջացնեմ, ուղղակի չգիտեմ ինչի չէր վերջանում, բայց որ ուզենայի կարող էի շուտ վերջացնել, ուղղակի լինում է որ ասում ես, էս էլ ասեմ, այն էլ ասեմ, չգիտեմ, հետո ուզում եի հասկանայի ինչ պետքա վերջում աղոթեմ։
որտեվ այնպես չի որ ես գիտեի ինչ եմ աղոթելու։ Ես ենթադրում էի ինչ պետք է աղոթեմ, բայց Աստված ավելացրեց իմ ենթադրություններին էլի բաներ։ Դրա համար չեմ աղոթել, խնդրում եմ չնեղանաք ինձանից։ Հələ ստեղ եմ ես, թե գնում ենք։ Դե ինչ որ տեղ կա գնալու։ Մենք գնալու ենք։ Պետքա միշտ հովիվներին հարցնել սկզբից, վերջում գնում ենք թե չէ, որովհետև քարոզի չգիտեն ծրագրերը ու խառնվում ամեն ինչ։ Դրա համար ես ոնց հասկացա մենք գնալու ենք։ Մենք գնալու ենք։ Դրա համար ստեղ մեկ կամ երկու հիվանդություն կա ամբուժելի նման, այդ իրանց համար եմ մենակ աղոթելու։ Մնացածից խնդրում եմ կներեք, չեմ կարող աղոթեմ անհատական։ Մեկ կամ երկու ամբուժելի հիվանդություն կամ քո հետ կապած քո հարազատի կարակ մոտենակ աղոթենք կամ ձեր հարազատի։ Սպասեք, հələ հիմա չէ։ Վերջացնենք նոր։ Հիմա առաջ չեմ կանչելու։ Բայց եթե ամբուժելի հիվանդություն չի կամ դրա նման չի, մի արի, որովհետև եթե գաս հաստատ իզուր քո վրա կբերես սխալ բաներ։ Եղավ։ Դրա համար ես մինչև ստեղ գալը ես տեսել էի, որ մի քանի կանայք կան կամ տղամարդ էլ կա մի հոգի մեջը, որ պետք է աղոթեմ ծանր հիվանդության թե իրա կողքը կամ իրա տունը։ Այդ մարդը եթե կաք, մենակ այդ մարդիկ վերջում կմոտենաք։ Հասկացանք իրար։ Ամեն։ Վերջ, այսքանը Տերը օրհնի, որ երկարացրեցի, շատ ձեզ պահեցի, բայց հավատում եմ, որ Աստված խոսք տվեց ու թող որ լինի այն ինչ որ այսօր մենք ասենք հավատքներս պահենք մինչև վերջ։ Ամեն։ Գիտեմ որ դժվար է լինելու, խանգարող հանգամանքներ լինելու են, բայց եկեք, գիտես ինչ, չնայենք այդ ամեն ինչին։ Որոշում կայացրեցինք, ուրեմն մինչև վերջ, ասա մինչև վերջ։ Ամեն, Փառք Հիսուսին, ամեն։